Ասում էի ասեք, որ ես գյուղից եմ, ծիծաղում էին հանդիսատեսից վրաս։ Ես տեսնում էի կուլիսներից, հետո որ երգում վերջացնում էի, ոտքի կանգնած ծափահարում էին։ Այդ բաները իրականում մինչև հիմա ինձ վրա հետք թողել են իմ հոգում։ Երբեմն մարդիկ չեն նկատում, որ այդ բարդությունները նաև հաջողությունների մասին են, որովհետև յուրաքանչյուր բարդություն հաղթահարելիս դու մի քայլ առաջ ես գնում։ Երբ որ ինձ նեղացրել են, դա ինձ ավելի ուշ տվել, գիտես, ես չեմ կոտրվել, որովհետև ես ասել եմ, դե կտեսնեք, որ ես կարող եմ։ Վազգենը քեզ բերեց, այ գեղացի, հարց չի անցել, ես քեզ ասեմ իմ գոլեգաների հետ։ Ես միանգամից չընդունվեցի այնտեղ։ Ոչ ոք պատասխանատու չի կարող կանխորոշել, թե ինքը ուզում է ծնվել Փարիզում, Նյու Յորքում, թե Ավշար գյուղում։ Հիմա ես հպարտ եմ եւ շատ սիրում եմ այդ միջավայրը։ Քո որդին այսօր ծառայում է։ Դու ուղղակի ցույց տվեցիր, որ դու պարզապես չես երգել հայրենիքի մասին, բայց երբ եկավ քո որդու ծառայության ժամանակը, ինքը հայտնվեց Միացյալ Նահանգներում։ Ով ծառայի, եթե իմ որդին չծառայի մեկինը, մյուսին ով պիտի ծառայի մեր երկրին։ Կարոտ կա եւ որոշակիորեն վախ կա, ինչու ոչ չստեմ։ Քո երգացանկում առանձնահատուկ տեղ ուներ նաև սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված երգը։ Ժամանակին կարծես բոլոր երգիչները ինչ որ կերպ փոխկապակցված լինեին նաև Վազգեն Սարգսյանի հետ։ Ինչպես էին ծնվում սպարապետին նվիրված այդ երգերը, դրանք պատվեր էին լինում։ Մեկ անգամ առիթ եմ ունեցել նրան մի քանի րոպեով զրուցել։ Տպավորություններ, թե դուք սպարապետի հետ շատ մտերիմ եք եղել։ Մարդկանց երևակայությունը ինձ հետաքրքիր է։ Երբեմն կարող էին նաև շատ գռեհիկ արտահայտություններ լինել արտաքինի հետ կապված։ Ցավոք սրտի մինչև հիմա կար ժամանակ, երբ դու ինքդ քո արտաքինը չէիր ընդունում։ Դու սկսում ես համեմատել, ող ինչ սիրուն է, ես էլ կուզեի այսպեսին լինել։ Ինչ վատ բան կա, եթե որոշակի բաներ էլ արտաքինումդ փոխում ես, որ դու քեզ լավ զգաս, չէ՞ որ դրանով դու որևէ մեկին չես վնասում։ Տղամարդը, որը կա քո կյանքում, շատ մեծ ազդեցություն է ունենում կնոջ ինքնագնահատականի ձևավորման վրա։ Ես մինչև հիմա եմ սիրում իմ ամուսնուն շատ։ Իր շնորհիվ է, որ ես այդ ինքնավստահությունը որպես կին ունեմ, ինքը իսկապես իմ կյանքում մեծ փոփոխություն է արել ուղղակի իր ներկայությամբ։ Այդ դժվարությունները, նաև այդ ապրումները բերում էի ընտանիք։ Չէի դիմանում, էմոցիոնալ եմ, չգիտեմ, երեխան մի բան այնպես չարեց, ձայնս բարձրացրել եմ, որ այդ պահին հետո նեղվել եմ, որ ճիշտ չեմ անում։ Երևի ժամանակա պետք որ ես այս վիճակից դուրս գամ։ Արթնանում եմ, առաջինը մորս եմ զանգում։ Ամեն բան անում ենք, որ իրենց լավ լինի։ Եվ ուզում ենք, որ իրանք երկար ապրեն։ Լավ նայեք ձեր ծնողներին։ Հաղորդման գործընկերներն են Լուսին օրգանիկ սմաշկի բնական խնամքը, իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան։ Դու ինչի մաս։ Live room-ում այսօր Ալա Լևոնյանն է, ողջույն Ալա։ Ողջույն, սիրելի Ամալիա։ Շնորհակալ եմ շատ, որ իմ հյուրն ես, որովհետև ես շատ վաղուց ուզում էի զրուցել քեզ հետ։ Ես էլ անկեղծ ասած հիանում եմ միշտ քեզնով, քո հաղորդաշարով, հետաքրքրությամբ դիտում եմ, բայց վերջին շրջանում նախ խուսափում եմ շատ գնալ այսպեսի հարցազրույցների, չնայած մերթ գնում եմ, խուսափում եմ ոչ թե որևէ մեկից կամ ինչ-որ բանից, այլ նախ չի լինում դրա տրամադրությունը, չի լինում դրա ժամանակը, մի տեսակ օրը կարճացել է, ինչ-որ անդադ նոր բաներ են լինում, փորձում ես հարմարվել այդ քո առօրյային, մեկ էլ տեսնում ես ժամանակը լրացավ։ Բայց այսօր շատ ուրախ եմ, որ քեզ մոտ հյուր եմ, ես էլ անչափ շնորհակալ եմ, վստահ եմ, որ հաճելի զրույց է լինելու, սիրում եմ քեզ։ Ես էլ քեզ եմ շատ սիրում։ Ես ինչ-որ առումով քո երգերի տակ եմ մեծացել, երբ ինչ-որ մեկի հետ զրույցի եմ պատրաստվում, սկսում եմ այդ օրերին մտովի իր հետ ապրել, քո երգերն էի անդադ լսում ու երգերը հետ լսելիս մարտական ոգիս բարձրացավ։ Շատ լավ է։ Իսկ քո մարտական ոգին այսօր բարձր է։ Գիտես, ես ընդհանրապես բոլոր իմ կյանքի էտապներում իմ մեջ ունեմ այդ ոգին։ Դա է ինձ օգնում ճիշտ տանել իմ ուղին կյանքի, որովհետև պարբերաբար, մանավանդ վերջին շրջանում մի տեսակ խարխրվել է մեր կյանքի, չգիտեմ ոնց ասեմ, որակը, մարդկանց վերաբերմունքը միմյանց, եւ եթե այդ ոգին չլինի, դու ուղղակի կկործանվես, իսկ ես չունեմ իրավունք կործանվելու, որովհետև ես կարծում եմ, որ ամեն մեկս յուրովի պետք է մեր ճիշտ տեղում լինենք։ Երբ ես նայում եմ քո անցած ճանապարհը, դա
ուժի եւ եսի կայացման մասին ճանապարհ էր նաեւ, բացի այն երգչուհու կարիերան, չէ՞ որ դրա զուգահեռ իրականությունում նաեւ մարդն է, որովհետեւ մարդը կարող է լինել տաղանդավոր, բայց չկարողանա կայանալ։ Դու ոչ միայն տաղանդավոր ես, այլև որպես մարդ կարողացար դիմակայել ու կայանալ։ Քեզ դժվար տրվեց այդ ամեն ինչը։ Իրականում այո։ Գիտես Ամալիա ջան, որ մարդկանց թվում է, որ հայտնիները կամ արտիստները կամ չգիտեմ, այնքան հեշտ է ամեն բան, այդպես չի։ Յուրաքանչյուր բնագավառում կան մեծ դժվարություններ։ Ես արդեն գրեթե 93-94 թվականից քանի տարի եմ, մոտավորապես գրեթե 30 տարի է, որ այս երկարվեստում եմ եւ ճանապարհ եմ անցնում, որը որ հեշտ չի տրվել։ Բոլոր этаպներում եղել են ճնշող իրավիճակներ, եղել են արցունքներ, տխրություն, հիասթափություն, բայց հենց այդ կամքը եւ ինչ որ լավ բանի հասնելու այդ ձգտումն է, որ ինձ պահել է ու ես կարողացել եմ հասնել այսօրվան եւ լինել այնպեսին, ինչպեսին կամ, բայց իրականում շատ արցունքների միջով եմ հասել։ Ես չեմ սիրում դրան մասին շատ խոսել։ Մեր հասարակությունն էլ սիրում է, երբ որ զգում է, որ դու խեղճ ես կամ լաց ես լինում, ինքը սկսում է մի տեսակ ավելի բարյացակամ քեզ վերաբերվել։ Երբ որ դու դրա մասին չես խոսում, իրենց թվում է, որ դու մեծամիտ ես եւ քեզ տրվել է ամեն ինչ հեշտորեն։ Դա մի տեսակ լավ չէ, բայց այսօր քանի արդեն եկել եմ, պիտի անցնենք մի տեսակ սահմանը դեպի ներս, դեպի ավելի անկեղծություն, ավելի խորքը եւ ասեմ, որ դժվար է եղել շատ։ Հիշում ես այն աղջիկան, որը եկավ Երևան։ Հիշում եմ, իհարկե, հիշում եմ։ Վերջերս շատ եմ հետ գնում դեպի մանկություն, ավելի պատանեկության շրջան։ Հիշում եմ որոշակի դրվագներ կան ինձ նորից հուզում են, լաց եմ լինում, դրվագներ կան, որ սիրուց ու ջերմությունից եմ լաց լինում, հիշելով այդ ամենը։ Ամեն մեկին Աստված տալիս է իր ճանապարհը եւ կարծում եմ, որ սա ինքնանպատակ չէր այս ամենը, կոնկրետ իմ կյանքի համար։ Պիտի երևի տայի այն մեսեջը իմ երգերի միջոցով, մանավանդ իմ գրած երգերի, որոնք որ ժամանակի մեջ անհամեստորեն ասեմ, որ ճիշտ են աշխատել։ Շատ-շատերն են ամեն անգամ ասում, մանավանդ վերջին շրջանում, երբ որ դրանք այնքան էլ չեն հնչում, մարդիկ սիրով, ջերմությամբ, գրկելով ինձ, նույնիսկ հուզվելով, ասում են, որ կարոտել ենք այդ ամենը եւ ասում են, որ օրինակ այս երգի տակ մենք գնացինք դիրքեր, այս երգի տակ ես սիրահարվեցի, այս երգի տակ հիշում եմ մարդով հայտնի է, ես անունը չտամ, որ ինքը միգուցե չուզենա, Հայաստան երգի, երբ որ նոր էի գրել եւ երգի թատրոնում երգում էի, երիտասարդ շատ հաճելի մի տղամարդ ասաց, որ որոշել էի մեկնել, գնալ, չեմ գնալու, այս երգից հետո ես չեմ գնալու, մինչև հիմա կա եւ շատ հայտնի մեկն է։ Ես չեմ կարող ասել, որ մենք հիմա լավ երգեր չունենք, որովհետև չեմ սիրում, երբ զրոյացնում են այն մեծ աշխատանքը, որը տանում են նաեւ այսօրվա երիտասարդները, բայց նաեւ ժամանակին մարտահրավերները, երգերի տրամադրությունները, երգերի թեմատիկան այլ էր, այսինքն յուրաքանչյուր ժամանակաշրջան կարծես թելադրի իր տրամադրությունը, դա հետպատերազմական երգերի տրամադրությունն էր, թե ժամանակին գուցե մենք հայրենիքի մասին մի քիչ ավելի շատ էինք մտածում, քան հիմա։ Ժամանակին անհոգություն կար, ժամանակին միմյանց հանդեպ հարգանք ու սեր կար, ժամանակին այսքան անորոշ չէր ամեն բան եւ այսքան վախենալու չէր։ Ժամանակին լույս կար մեր կյանքում, կոնկրետ այս լույսի մասին չէ, ընդհանրապես մեր ներսը շատ ավելի հանգիստ էր, մենք հոգեբանորեն պատրաստ էինք ավելի առաջ գնալու, ավելի ոգևորվելու, հաղթանակներ են եղել ժամանակին, հետո գիտես տարիքային ցենզն էլ գոյություն ունի, մի քիչ արդեն հասուն տարիքում մի տեսակ դու ես ավելի հանգստանում, կոպիտ ասած, այն ժամանակ ավելի բուռն է, ավելի ուզում ես առաջ գնալ, սա էլ ձգտում ես եւ դրանից մտքով, հոգով դուրս են գալիս երգեր, ժամանակը կապ ունի, այո, հիմա հիասթափություն կա, հիմա մարդիկ ամբողջ աշխարհում, ինչ այս համացանցը կա, ինչ առաջնային պլան է եկել, ինքը լավ բաներ իհարկե շատ ունի, շատ ինֆորմացիա կա, ստրեսն է ավելացնում, շփումը մարդկային այսպես միմյանց, հետո մենք մեր թատրոնի երեխեքով Խարուկի շուրջ Արտուր Գրիգորիչի հետ
գիտարով, երգելով, դաշտեր, անտառներ, զորամասեր, սարեր, այնպիսի տեղերում ենք մնացել, որ ասենք հարմարավետություն չկար, բան չկար, բայց այդ կապը մարդկային ջերմությունը, հա, մարդկային էր եւ այդ ամեն ինչ օրինաչափ էր։ Հիմա այդպես չի, հիմա չես հասկանում ինչ է կատարվում եւ ես հեչ համաձայն չեմ այս ամեն ինչի հետ, ես չեմ կարողանում ինտեգրվել տեխնիկայի դար, իմը չի դա։ Ալա իմ գործընկեր Լուսին օրգանիքսի կողմից քեզ նվիրում ենք իրենց վիտամին C-ի շիճուկը։ Այդ շիճուկը ես խելագարվում եմ դրա համար, օգտագործում եմ շատ լավն է, այնպես է մաշկը փայլեցնում, հարթեցնում, որ վստահ եմ օգտագործել շատ գոհ ես մնալու։ Հրաշալի է։ Առհասարակ հավասարեցնում է մաշկի գույնը, հակաօքսիդանտ է ու այնպիսի կայուն վիտամին C է, որ կարող ես օգտագործել նաև ցերեկային ժամերին, որովհետև վիտամին C-ն շատ օգտակար է, բայց հաճախ այնպիսի ձևեր են օգտագործվում, որ ցերեկային ժամին օգտագործում ես միանգամից օքսիդանում է, բայց այստեղ կայուն ձևն է, դու կարող ես եւ առավոտյան օգտագործել, եւ երեկոյան օգտագործել, չի օքսիդանալու իր արդյունքը։ Շատ եմ սիրում օգտվել նմանատիպ խնամքի միջոցներից։ Ես իրենցից էլի ունեմ նվերներ, օգտագործել եմ ու շատ գոհ եմ, շատ շնորհակալություն։ Սիրով։ Ալա ես երևի թե 3 տարի առաջ էր կամ 2 տարի առաջ էր զանգահարեցի քեզ առաջին անգամ, երբ որ ուզում էի հրավիրել հարցազրույցի։ Դու այդ ժամանակ շատ տագնապային հոգեվիճակում էիր, որովհետև ժամանակ հետո որդիդ մեկնելու էր բանակ։ Դու որպես մայր բնականաբար ունեիր քո վախերը, մտավախությունները, քո հոգեվիճակը շատ տագնապային էր, եւ ես որոշեցի քեզ հանգիստ թողնել, մինչեւ ավելի խաղաղ կլինես եւ այդ ժամանակ կզրուցենք, բայց այս հարցազրույցին արդեն պատրաստվելիս ես քո ավելի հին հարցազրույցներն էի նայում ու կարդում էի մի հարցազրույց, որը 2016 թվականին ես տվել եւ այն ժամանակ էլ խոսում էիր, որ քո հոգեվիճակը խաղաղ չէ, դու վախենում ես, որովհետեւ աշխարհում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք քեզ վախեցնում են։ Ըստ էության մենք այդ ժամանակ դեռ պատերազմել չէինք տեսել, բայց քո մեջ տագնապ կար։ Այդ տագնապայնությունը երբ սկսեց արտանալ քո մեջ։ Նախ եթե 3 տարի անցել է արդեն, ուրեմն տես դա էլ է տագնապալի, որովհետև ժամանակի ու տարածության զգացումը արդեն ուրիշ կերպ եմ ընկալում։ Այնքան արագ էր, ինձ թվում էր դա 3 էր։ Որդիս դեռ 1 տարի չկա, որ ծառայում է բանակում, դրա հետ չէր կապված իմ մտահոգությունը, որտեվ մեր ընտանիքում երբեք չի եղել նման խոսակցություն, շատ նորմա է եղել եւ ինքը գիտի եւ շատ այսպես պատրաստական ու մենք էլ գիտենք, որ ինքը պետք է ծառայի։ Ուրիշ բան է, որ որպես մայր ես շատ անհանգիստ եմ, ոնց որ եւ յուրաքանչյուր հետպատերազմական երկրում նորմալ էր քո վախերը։ Այո, ես ինձ անկեղծ մարդ եմ համարում, ուրեմն այդ պահին այդպես եմ զգացել։ Հիմա կոնկրետ չեմ կարող հիշել ինչի մասին է խոսքը, բայց ընդհանուր առմամբ աշխարհի փոփոխությունը մենք էլ անմասն չենք կարող լինել։ Ազդում է մեր վրա փոքրիկ երկիր, որը որ ինչ որտեղ կդժվարանա քայլել մեծ քայլերով այն մեծ ահռելի երկրների մշակույթների, կենցաղի կամ իրենց ուրեմն ապրելակերպի հետ միշտ այդպես ցավալի է, բայց Թումանյանն էր գրել, չէ, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։ Դե հիմա այդպես է ստացվում, երևի ինչ որ տագնապ կամ որևէ ապագայի հետ կապված վախ ունեցել եմ, որ այդպիսի բան եմ ասել։ Կյանքի որ փուլից սկսած դու մի քիչ ավելի տագնապային դարձար։ Չգիտեմ, բայց ինձ համար աշխարհի ամենատագնապալի, ամենասարսափելի բանը պատերազմն է։ Եթե չանձնավորեմ հարազատի կորուստը, բան Աստված մի արած է, ընդհանուր առմամբ պատերազմն է ինձ միշտ վախացրել եւ ես վերջին պատերազմից հետո հատկապես շատ ընկճված եմ եղել, շատ վատ հոգեվիճակում եմ եղել, հիվանդագին, ոնց որ եւ շատերը, բայց ես դրանից հետո երկար ժամանակ չէի կարողանում մտածել անգամ իմ աշխատանքի մասին, երգելու մասին, հետո իմ ընկերները եւ իմ դուստրը եւ ամուսինը հասկացան, որ ես ուղղակի կկործանեմ, որտեվ շատ սրտին մոտ եմ նախ ամեն բան ընդունում, հետո ես չեմ կարող, եսակենտրոն չեմ ամենևին, ինչքան էլ, չգիտեմ, մեկ թերթում եմ, պատահական նայում եմ, մեծամիտ, ես չգիտեմ այդ մարդկանց մոտ, ոմանց մոտ ինչու է այդպիսի տպավորություն թողել, բայց ես
իմ կյանքով, իմ ընտանիքով, իմ ապրելակերպով կարելի ասել ոչինչ էլ չի փոխվել, ես նորից լավ եմ, նորմալ եմ, այսինքն իմ ցավը իմ երկրի, իմ ժողովրդի, զոհվածների, ծնողների, այսինքն ես կարծում եմ, որ ինչքան էլ իմ վիճակը լավ լինի, եթե միջավայրում ծանոթ, անծանոթ կարևոր չի, իմ հայրենակիցները տխուր են, վատ են, ունեն զոհեր եւ այլն, ես չեմ կարողանում ինձ գտնել ներդաշնակության մեջ եւ դրանից ներվ է մտնում իմ մեջ եւ դրանից ըմբոստանում եմ, որից հետո գալիս է ավելի ընկճված վիճակ ու սկսում եմ ընդհակառակը չխոսել, չուզենալ շփվել, ինձ թվում է այդ գիծը դեռևս պահպանվում է ու ինչքան էլ որ հետագայում լավ լինի, կարծում եմ մինչեւ կյանքիս վերջ ցավոք սրտի կտանեմ այդ ամենը, որովհետև պատերազմից հետո, երբ մեր Դավիթ Համալյան զանգահարեց ու ասաց, որ Եռաբլուրում պետք է անցկացնենք նոր տարվա ամանորի գիշերը, ու մենք մեր ընկերներով այնտեղ էինք ու զոհվածների ծնողներն էին ու երգեցի արի իմ սոխակը, ես չեմ կարող ուղղակի այդ ամենը մոռանալ ու ասել 5 տարի հետո, 10 տարի հետո Աստված տա ամեն ինչ լավ լինի, թող մյուս տարի լավ լինի, բայց ես չեմ կարող իմ հիշողությունից, իմ հոգուց, իմ մտքից հանել այն ամենը, ինչ որ եղավ։ Դա ճիշտ չի։ Մարդը եթե հիշողություն չունեցավ, ինքը կկործանվի։ Մարդը բանական արարած է, ինքը պիտի ունենա հիշողություն, ինքը անցյալի շնորհիվ ներկայով պիտի գնա ապագա։ Չի կարելի ասել ինչ եղել է, անցնի, ես դա չեմ կարող ընդունել։ Ի վերջո դա նաև մեր տղաների կյանքն էր, մենք չենք կարող անարգել եւ մոռանալ իրենց հիշատակը։ Մեր պատմությունը չի կարելի մոռանալ, նույնիսկ մինչև Քրիստոսի ծնունդը, դրանից հետո որևէ բան մոռանալ չի կարելի, որովհետև ցավոք սրտի այս ինչ որ կատարվեց, այս սարսափելի ժամանակաշրջանը, որը մեզ բաժին հասավ, եթե մենք մոռանանք, հիմա նորից մեջ բերեմ Արուր Սևակին, ով մոռանա, ջուղթ աչքերով քորանա, որովհետև դրանք հենց այնպես չեն ասված։ Մեր հայկական ասացվածքները, այնտեղ երկու բան կա, երկու ասացված կա, որը ես ուղակի ատում եմ, որտեղ հաց այնտեղ կաց, թուրքին հող, հային փող։ Մնացածները ինչ որ կա եւ եթե մենք չասենք, որ դա հին է, դա նորաձև չէ, պետք է առաջ նայել, բա առաջ ենք գնում, բայց չմոռանալով մեր անցյալը, մեր ավանդույթները, մեր սովորույթները, մենք այդ ժամանակ ուղղակի կշահենք, բայց մենք չենք սիրում այդ ամենը։ Ի վերջո առաջ գնալու համար դու պիտի ամուր արմատներ ունենաս, հակառակ դեպքում իսկ մեր արմատները շատ լավն են մեր արմատները։ Մենք լավ սյուներ ունենք, ուղղակի չենք կարողանում այդ սյուների վրա ճիշտ կառուցել մեր տունը։ Երգերը, որոնք որ երգում էիր ժամանակին, հիմա երբ երգում ես, զգացողությունը փոխվել է։ Կան երգեր, որոնք հիմա արդեն ինչ որ առումով համարում ես, որ պետք չի երգես, եւ երգեր, որոնք կարծում ես, որ հիմա ավելի շատ պիտի երգես։ Իմ երգերի, հատկապես հեղինակային երգերի մեծ մասը հայրենասիրական թեմաներով են եւ ժամանակին դրանք ինձ իմ ականջը ավելի էին շոյում եւ կարծում եմ, որ նաեւ լսարանին ավելի մեծ ուժեր տալիս։ Այսօր մի տեսակ ոնց որ չես ուզում այդ երգերը երգել։ Ոչ թե արդեն էլ հայրենասիրություն չկա կամ չես ուզում դա քարոզել կոպիտ ասած, ուղղակի մի տեսակ, չգիտեմ, ժամանակի մեջ միգուցե արժե զրկվեց։ Ասում եմ, ժամանակը գնում է առաջ եւ այս этаպներ են էլի, երևի կանցնի ու դրանք նորից կդառնան ակտուալ ու մենք նորից կերգենք մեր այդ երգերը։ Դու հիմա շատ ուղիղ կապ ունես սահմանում գտնվող տղաների հետ, որովհետև քո որդին էլ բանակում է ու ըստ էության այն ամեն ինչի մասին դու ժամանակին երգել ես, եւս մեկ անգամ, հա, փոքրիկ օրինակով դու ուղղակի ցույց տվեցիր, որ դու պարզապես չես երգել այդ մասին, որովհետև դու ժամանակին չես երգել հայրենիքի մասին, բայց երբ եկավ քո որդու ծառայության ժամանակը, ինքը հայտնվեց Միացյալ Նահանգներում, չէ, քո որդին այսօր ծառայում է անկախ նրանից, որ բնականաբար այս ժամանակաշրջանի մարտահրավերների մեջ դու ունես որպես մայրիկ շատ մտավախություններ։ Ինչպես ես նախ դու անցնում ես փուլը որպես մայրիկ եւ երկրորդ ինչ ես կարծում հենց բանակում այդ երգերը հիմա հնչում են կամ դրանց կարիքը կա թե չէ։ Ես հպարտ եմ, որ իմ որդին ծառայում է։ Դա պիտի այդպես լինի։ Նույնիսկ չէի էլ ուզենա այդ մասին խոսեինք, որովհետև այսօր այնքան ամեն ինչ ճիշտ չի։
որ երբ որ մի նորմալ բան կա, դրան սկսում ենք գովեստի խոսքերով դիմել, ասել, բայց դա պիտի նորմա է։ Ես չեմ էլ պատկերացրել, որ այդպես չպիտի լինի։ Շատ հպարտ եմ իմ որդիով, շատ հպարտ եմ բոլոր մեր տղաներով։ Ես գժվում եմ իրանց համար, երբ որ տեսնում եմ զինվորական հագուստով տղաների, սենց ուզում եմ գնալ գրկել, շատ դեպքում այդպես էլ անում եմ։ Շատ դժվար է։ Հպարտություն կա, բայց նաև կարոտ կա եւ որոշակիորեն վախ կա, ինչու ոչ չստեմ։ Հպարտություն եւ մի տեսակ նաև մի քիչ էլ այսպես տխրություն։ Ավելի դժվար է հիմա, երբ ավելի դժվար է հիմա, երբ արդեն 1 տարվա կուտակված կարոտ կա, թե սկզբում երբ պիտի համակերպվեիր այն իրականության հետ, որ որդիդ տանը չէ։ Սկզբում։ Հետաքրքիր բան է մարդը, գիտես, որ ամեն ինչի սովորում է, չէ՞, նկատած կլինես, Ամալիա ջան, այս թեմայով չէ, ընդհանրապես էլի, այն որ քեզ թվում է, որ դու որոշակի բաներ անհնար է, դու չես կարող դրա մասին այդպես մտածել կամ հարմարվել, 1, 2, 3, 4, մեկ էլ զգում ես, որ դա էլ դարձավ սովորական։ Ինձ թվում է հատուկ է Աստված մարդուն այդպես ստեղծել, որ ինքը կարողանա դիմակայել շատ-շատ բաների։ Մեր տղաներին բարի ծառայություն, մենք իրանց շատ սիրում ենք, բոլորին ես չեմ ուզում առանձնացնել, որ այսպես խոսում եմ, հենց այնպես չեմ ասում։ Բնականաբար իմ տղան իմ զավակն է, մայրեմ, ինքը առանձին է ինձ համար, բայց ես սրտանց բոլոր մեր որդիներին, զավակներին, մեր տղաներին ուզում եմ, որ անփորձանք լինեն մեր երեխեքը, ուզում եմ, որ խաղաղ երկնքի տակ ապրեն, բայց արժանապատիվ խաղաղություն, հիմա չմտնեմ այդ դաշտ, այդ որ ասում ենք խաղաղություն, դա էլ պետք է էլի արժանապատիվ լինի իր ճիշտ տեղում, ճիշտ ձևում, որովհետև դա մի հատ ուրիշ թեմա է, չեմ ուզում հիմա ծավալվենք, հաղորդումն էլ կավարտվի եւ մենք կարծում եմ ուրիշ հարցեր էլ ունենք քննարկելու դրա համար։ Թող լավ լինի, մեր երկիրը լավ լինի, մեր որդիները ծառայեն բանակում, բա ինչ պիտի ծառայեն, այսինքն ով ծառայի, եթե իմ որդին չծառայի մեկինը մյուսին, ով պիտի ծառայի մեր երկրին, որ մենք խաղաղ ու հանգիստ ապրենք։ Ես այդպես եմ մտածում դրա համար, կարծում եմ, որ ճիշտը դա է։ Միայն չլինի պատերազմ, ի՞նչ է մեր ուզածը, որ մեր ծնողները առողջ լինեն, մեր զավակները լավ լինեն, բախտավոր լինեն, մեր ընկերները մեր կողքին լինեն, առողջ, լավ ուրախ շփտերես հասարակություն ենք ուզում, ավել բան չենք ուզում։ Հուսանք, որ դա կունենանք։ Ես վստահ եմ։ Առաջ Աստված։ Ժամանակին շատ էին նաև համերգները հենց զորամասերում։ Ես չգիտեմ հիմա այդպիսի կան, մենք չգիտենք այդ մասին, թե հիմա չկան համերգներ զորամասերում, բայց Ալան, որը ժամանակին գրեթե բոլոր զորամասերում երգում էր, լինում էր սահմանին, այսօր երբ իր որդին զորամասում է, եղել է իր որդու զորամասում, երգել է իր որդու ծառայեկիցների համար։ Ես ինչ չառանձնացնեմ իմ ընկերներից, մենք այնքան բաներ ենք տեսել, լավ, վատ, լաց ենք եղել, բոլոր սահմանային զորամասերում լինելով, լսելով կրակոցների ձայներ, այդ երեխեքին, որ գրկում էինք, շատ դեպքերում նայում էինք ինչպես է նրանց կյանքը ընթանում, նույնիսկ շատ սահմանամերձ տեղերում, որ տանում էին մեզ, մենք նայում էինք, սովորում էինք անգամ այդ պահին կրակել, տանկի մեջ էինք, մեզ հետաքրքիր էր եւ պետք էր լիներ այդպես, որտեվ արտիստը միայն չի գնում երգում եւ վերջ, ինքը ծանոթանում է առօրյային, մտնում է այդ կյանքի մեջ, իր վրա է զգում, այդ երեխեքը ինչ են զգում, դու էլ պիտի զգաս, որ գնահատես այդ ամենը, էլի, ոչ թե ես երգչուհի եմ, երգում եմ, նա զինվոր է, ծառայում եմ, վերջ։ Չէ, մենք իրարով ապրում էինք, մենք ճաշում էինք միասին ճաշարանում, ինչ որ մեր զինվորները շատ հաճախ էին այդ համերգները եւ միայն հաճելի հուշեր ունեմ, որտեվ բանակը մեր տղաները, մեր սպայերը, բոլորը իմ թուլությունն են ուղղակի որպես քաղաքացի։ Իսկ հիմա չէ, տղայիս զորամաս չեմ մտել։ Չի թողնում։ Չէ, ոչ թե հատուկ ասում է չէ մի արի, ինքը փորձում է ինձ զերծ պահել, ինքը դրանով էլ եմ հպարտ, որ առանձնապես ոչ էլ շատ բաներից էլ տեղյակ չեմ։ Իհարկե տեսակցում ենք օրինական ձևով, թուղթ ենք վերցնում, գնում ենք,
ինքը հիմնականում իհարկե սահմանին ալին, երբ զանգում ենք կամ պատահական եթե ստացվում է ինքը զանգում, ինքը միշտ սահմանին է, չգիտեմ ինչու։ Այս պահին սահմանին է այն տղան։ Իրա ծննդյան օրն էլ անդեղ լինելու։ Քո երգացանկում առանձնահատուկ տեղ ուներ նաև սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված երգը։ Այն ժամանակ ինչպես դա ծնվեց, որովհետև ժամանակին կարծես բոլոր երգիչները ինչ որ կերպ փոխկապակցված լինեին նաև Վազգեն Սարգսյանի հետ։ Երբ ես օրինակ հիմա հետ եմ նայում, դա հասկանում եմ այսպես, որ այն ժամանակ նույն զորամասերում անդադ համերգներ էին կազմակերպվում։ Ես տեսնում եմ, որ շոու բիզնեսը եւ բանակ այն ժամանակ կարծես ուղիղ կապ ունենային իրար հետ։ Հիմա շատ առանձնացված են։ Բայց հետաքրքիր է, հա, ինչպես էին ծնվում սպարապետին նվիրված այդ երգերը։ Դրանք պատվեր էին լինում, դրանք մարտական ոգին բարձրացնելու համար էին։ Դե մյուսների մասին ես չեմ կարող ասել մյուս երգիչների, քանի որ ես հպարտ եմ եւ երջանիկ եմ, որ եղել եմ Վազգեն Սարգսյանի ժամանակակիցը եւ մեկ անգամ առիթ եմ ունեցել նրան մի քանի րոպեով զրուցել։ Դրա համար ինձ համար սա միշտ հպարտանալի եւ հաճելի թեմա է։ Ոգևորված մեր բանակով, մեր սպարապետով, մեր մյուսներով, ովքեր այդպես կայուն, ոգեղեն տեսակ էին, ես ուղղակի գրեցի սպարապետ երգը, երկու քառյակը։ Մինչև այն չարաբաստիկ պահը, երբ եղավ այդ հոկտեմբերի 27-ը։ Քանի որ ինձ համար սպարապետը եւ բանակը նույն գծի վրա, նույնն էին, այսպես ասեմ, ես չէի կարող առանձնացնել իրեն, հատկապես իր զոհվելուց հետո։ Եվ այդ ժամանակ գրեցի նաև ավելացրի երրորդ քառյակը, որը հենց սպարապետին նվիրեցի։ Այդպես ծնվեց այդ երգը, գիտես, հիշում եմ այն ցուրտ ու մութ տարիներին, որ ժամով էր հոսանքը եւ շատ պատահականորեն հեռուստացույցը միացնում էր ու հենց այն ժամին, երբ որ հայլուրն էր, շատ կային այդ ժամանակ երեխաներ դրսում ապրող, գիտես, ծնողներ կորցրած կամ մի տեսակ այն ժամանակ էլ գիտես խարխլված էր շատ բաներ եւ ես այնքան տպավորվել եմ մեջս մի երևի 10-11 տարեկան մի 4-5 տղա երեխաներ էին, այդպես վազվզում խաղում էին, մոտեցավ հաղորդավարուհին, ասաց խոսացրեց բան, հետո հարցրեց երեխեք ինչ երգ կերգեք, մի բան կերգեք, ասեցին, հա ինչի՞ չէ։ Ու 5-ով միասին երգեցին սպարապետը։ Անկեղծ ինքան ես այդ ժամանակ հասկացա, որ ուրեմն տեղ հասել է, էլի։ Նորից եմ ասում, սա ինքնանպատակ չի, երբ որ մարդ գրում է երգ, այն էլ նվիրված բանակին, հայրենիքին, դա չի անում հենց այնպես, որտեվ տենց հաճելի է, էլի, հավես է, երգեր գրեցի։ Բայց այդ ապրումները մեր միջով, մեր մտքով, մեր հոգով անցնում է, ոնց որ զավակ ոնց ես երեխա ունենում եւ ինքը թանկ է քեզ համար, որտեվ նրա մեջ մի ամբողջ կյանք ես դրել։ Այնպես էլ այն երգերն են, որոնք իսկապես նպատակին ծառայում են։ Հետաքրքիր է տպավորություններ, թե դուք սպարապետի հետ շատ մտերիմ եք եղել ձեր սերնդի երգիչները, ու դու հիմա ինձ պատմում ես, որ մի քանի րոպե ես խոսակցություն ունեցել իր հետ։ Այն էլ մենակ չէի։ Գիտես, այս տարիների ընթացքում մարդկանց երևակայությունը ինձ հետաքրքիր է, որ նախ սովորություն ունեն, ինչ որ մեկը մի բան է ասում կամ ինչ որ վերնագիր են տեսնում, սկսում են իրենցով որոշումներ կայացնել ու սկսել բերնեբերան բաներ տարածել։ Այդպես չի իհարկե, մանավանդ վերջերս կարծում եմ պիտի արդեն հասկանան, որ ամեն գրածի չի, որ պիտի հավատան կամ ամեն վերնագիր չի, որ ճիշտ է, էլի։ Այդ ժամանակ մենք շատ լավ հիշում եմ, երբ հյուրեր ուներ սպարապետը, դրսից հյուրեր ունեին, կառավարական համերգեր, ես մենակ չէի, ես էի, Արտուր Գրիգորիչներ, Վարդուհի Վարդանյաններ, Զարուհի Բաբայաններ, մենք այդ ժամանակ առաջին անգամ ենք այսպես տեսնվել, ես ու Վազգենը Սարգսյան, մենակ էդ ասեց, հոպարի աղջիկ, ապրես դու, այդ ինչ սիրուն երգեր Հայաստանն էր լսել նոր։ Այդ է եղել։ Ինչու հոպարի աղջիկ։ Հարազատորեն, կամ փորձում էր այնտեղ էլի մարդիկ կային, փորձում էր ուղղակի իրենց հասկացնել, լսացնել, որ ես իրեն հարազատ մարդ եմ։ Չգիտեմ, երբ արդեն հեռանում էինք, համբուրեց այդս, այդ է եղել, մենք ուրիշ այդպես հանդիպում կամ որևէ խոսակցություն չենք ունեցել։ Այդ մի անգամն եմ ես իրեն տեսել։
Ալա իմ գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ։ Իմպլանտումի հիմնադիրը Հայաստանի գլխավոր ստոմատոլոգն է Դավիթ Մաթևոսյան, կոսմետոլոգիական կլինիկա ունեն, որը ղեկավարում է Ելենան Ադամյան, հրաշալի կոսմետոլոգ է, որը ոչ միայն բավարարվում է Հայաստանում կրթությամբ, այլև շատ հաճախ արտերկրում վերապատրաստումներ է անցնում եւ որ ամենակարևորն է, առաջնորդվում է առողջ գեղեցկություն սկզբունքով, որովհետեւ նույնիսկ միջամտությունները, որոնք որ արվում են, պիտի արվեն առողջ եւ չափավոր։ Վստահ եմ, որ շատ գոհ կմնաս, կարող ես օգտվել քո նվեր քարտից։ Անչափ շնորհակալ եմ։ Իհարկե կայացել եմ յուրաքանչյուր մարդ, հատկապես կին, կցանկանա ունենալ սա եւ օգտվել։ Շնորհակալություն։ Սիրով։ Իմպլանտում էսթետիկ կենտրոնը ընդլայնվելուց հետո ձեռք է բերել նոր սարքավորում։ Viora իսրայելական սարքը Հայաստանում դեռևս միայն իմպլանտումում է ներկայացված։ Էսթետիկ կենտրոնի ղեկավար բժշկուհի Ելենա Ադամյանը մեզ կպատմի, թե ինչ է իրենից ներկայացնում այս սարքը։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Սարքը բազմակի կիրառություն ունի, որքանով որ ես հասկացա շնորհանդեսին։ Այս սարքավորումը մենք ձեռք ենք բերել պաշտոնական ներկայացուցիչից եւ այն միակն է Հայաստանում, բավականին հայտնի սարք է, ամբողջ աշխարհում տարբեր կլինիկաներում այն կիրառվում է։ Ես ընտրեցի հենց այս սարքավորումը, որովհետեւ պրոցեդուրայից հետո ռեաբիլիտացիոն շրջանը շատ կարճ է տևում, կարելի ասել գրեթե չի լինում։ Աշխատող մարդու համար, հատկապես կանանց համար, դա շատ կարևորագույն հարց է, որպեսզի կատարեն միջամտություններ եւ ոչ մեկ դա չնկատի, իսկ այս սարքը այդպիսի հնարավորություն մեզ տալիս է։ Ինչ խնդիրներ կարող ենք լուծել այս սարքի միջոցով։ Այն իրենց ներկայացնում է 5 սարքեր միաձուլված մեկ սարքի մեջ եւ լուծում է ոչ միայն դեմքի, այլ նաեւ մարմնի խնդիրներ։ Այն մարդիկ, ովքեր չեն ուզում ներարկումներ կատարել, սակայն ցանկանում են երիտասարդությունը պահպանել, կարող են դիմել մեզ եւ մենք կարող ենք լուծել իրենց խնդիրները։ Այդ խնդիրները կարող են լինել երիտասարդացումը, մաշկի պիգմենտացիան, ակնե եւ պոստակնե հետքերը եւ բազմաթիվ խնդիրներ։ Սարքը ունի մի քանի գլխիկ, յուրաքանչյուր գլխիկը ինչ որ մի խնդիր է լուծում։ Օրինակ, էնդիակ գլխիկը, որը լուծում է մեր մազանոթային խնդիրները, հղիությունից հետո աստղիկները, որոնք առաջանում են, հա, մեր ոտքերի վրա կարող են լինել, օրինակ դեմքի վրա կարող առաջանալ, այս լազերի միջոցով հնարավոր է ձերբազատվել։ Ուզում եմ նշել, որ մենք անպայմանորեն համագործակցելու ենք անոթաբանի հետ, ում ցուցումով էլ իրականացվելու են նման միջամտությունները։ Մյուս գլխիկը դա մեր VFR գլխիկն է, որը ֆրակցիոն ռադիոհաճախականությամբ գլխիկ է, այսինքն իրականացնում է մաշկի երիտասարդացում։ Այն ոչ ինվազիվ մեթոդ է եւ ոչ ասեղային ճանապարհով իրականացնում է կոլագենի ստիմուլյացիա մեր մաշկում եւ բերում է օրինակի համար, եթե կան փոսիկներ, որոնք առաջացել են ակնե հիվանդությունից հետո, այն հզոր կոլագենի սինթեզ է իրականացնում եւ կարող է հարթեցնել մաշկը։ Այն կարող է նաեւ որպես հակատարիքային մեթոդ լինել եւ այն մանր կնճիռները, որոնք առաջանում են, նույնպես կարող ենք վերացնել այս գլխիկի միջոցով, այսինքն մեր այն բուժառուները, ովքեր խուսափում են ներարկում կատարել, կարող են դիմել եւ մենք կարող ենք ոչ ինվազիվ մեթոդով խնդիրը լուծել։ Մեր մյուս գլխիկը դա VST գլխիկն է, որը բավականին ոչ տրավմատիկ է եւ առաջին իսկ պրոցեդուրան կատարելուց հետո մենք ունենում ենք lifting effect, հզոր կոլագենի եւ էլաստինի սինթեզ է ապահովում եւ ինչը մենք գիտենք, որ այդ նյութերը մեր մաշկի կարկասն են, որովհետեւ մաշկը կարող է երիտասարդ մնա։ Նման պրոցեդուրաները պետք է կատարել կուրսով։ Մենք ունենք մշակած այդ կուրսը եւ յուրաքանչյուր իհարկե բուժառուի համար անհատական մոտեցում կցուցաբերվի։ Եվ մեր մյուս գլխիկը դա V-form գլխիկն է, որը կարող ենք կիրառել եւ մարմնի եւ դեմքի վրա։ Այս գլխիկը իրականացնում է բոլորի շատ սիրելի ցանկալի նիհարեցումը, կրկնակզակի վերացումը հենց դեմքի հատվածում, եթե կան արտահայտված այտոսկրեր, դա նույնպես կարող ենք փորձել դեմքը մի փոքր նիհարեցնել։ Այս գլխիկի լավ լինել ինչու՞մն է կայանում, որ ինքը միանգամից 2 ֆունկցիա է կատարում եւ վակուում է իրականացնում, որը ազդում է մեր արյան շրջանառությունը լավացնում է եւ բերում է մաշկի ձգման եւ RF է տալիս, այսինքն իրականացնում է ճարպ
ճարպայրում։ Նույն պրոցեդուրայի ժամանակ մենք կարող ենք ունենալ եւ նիհարեցնող, հա, ճարպայրող պրոցեդուրա եւ իհարկե մաշկը ձգող։ Այսինքն սրանով մենք կարող ենք ունենալ ջոլիի պրոֆիլ ասվածը, մի փոքր ավելի սրացած դնչիկ, կրկնակզակի վերացում եւ ստորին ծնոտի անկյունների ընդգծում։ Այո, իհարկե կարող ենք ունենալ, սակայն պետք է մեր անատոմիան դա թույլ տա։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը ցույց տալ։ Շատ դեպքեր է լինում, որ մարդիկ կրկնակզակի վերացումից հետո իրենք էլ զարմանում են, որ իրենք ունեն այդ ոսկորը եւ կարիքը չէր լինում ընդհանրապես կատարել ֆիլերային աշխատանք։ Եթե կլինեն ցուցումներ, որ պետք է կիրառվի լիպոլիցիկներ, այն ավելի իհարկե լավ արդյունք կարող է բերել, սակայն առանց դրա նույնպես իր առավելություն հենց կանում է դրանում, որ ինքը միանգամից երկու ֆունկցիա է կատարում։ Իհարկե կլինեն անհատական դեպքեր, երբ որ չկա կորած է այդ անկյունը, մենք հետագայում կարող ենք դա ֆիլերի միջոցով ընդգծել, սակայն առաջնային անպայման այդ կրկնակզակը, որը առաջանում է, որը փոխում է ընդհանրապես դեմքի օվալը, մենք կարող ենք առաջնային վերացնել այդ կրկնագզակը եւ բնական ընդգծել ոսկորը եւ գուցե եւ ընդհանրապես կարիք էլ չլինի ֆիլերային աշխատանքի։ Իսկ սարքի միջոցով որևէ խնդիր լուծել է, ենթադրում եմ մեկ անգամյա այց, թե սա ավելի համալիր մոտեցում է պահանջում։ Գիտեք, կախված է նախ դեպքից, դրա համար է շատ կարեւոր առաջնային կոնսուլտացիան, սակայն կան պրոցեդուրաներ, որոնք մի քանի այց են ենթադրում։ Լավ արդյունք ստանալու համար բնականաբար մենք բոլորս հասկանում ենք, որ մեկ այցով երբևէ լավ արդյունք չենք կարող ունենալ։ Սարքի պրոցեդուրաները ենթադրում են նաև համակցում այլ պրոցեդուրաների հետ, թե առանձին պրոցեդուրաներ են։ Կարելի է իրականացնել եւ առանձին, եւ համակցված, դա շատ ինդիվիդուալ է, սակայն եթե ցանկանում ենք ունենալ շատ լավ արդյունք, բնականաբար համակցված տարբերակը ավելի նախընտրելի է։ Նոր սարք Հայաստանում միակն է, թանկ է։ Ոչ, շուկայական գների համեմատ ինքը բավական միջին գնարժեք ունի եւ կարծում եմ հասանելի կլինի մեր բնակչությանը։ Ելենայի ինստագրամյան էջը եւ իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Ուզում եմ գանք այն երիտասարդ աղջկան, որը երկչուհի դառնալու երազանքով առաջ էր գնում։ Դա եւ շատ բարդ ճանապարհ էր, ինչպես ինքդ նշեցիր, եւ շատ գեղեցիկ ու նաև հաջողություններով լի ճանապարհ էր։ Այո։ Երբ խոսում ենք բարդությունների մասին, երբեմն մարդիկ չեն նկատում, որ այդ բարդությունները նաև հաջողությունների մասին են, որովհետև յուրաքանչյուր բարդություն հաղթահարելիս դու մի քայլ առաջ ես գնում։ Որոնք էին ամենամեծ դժվարությունները, որը հաղթահարեց աղջիկը, որը մեջք չուներ, բայց իհարկե հարաբերականը մեջք չուներ ասվածը, որովհետև դու թիկունքում շատ լավ ընտանիք ունեիր եւ ունեի Արթուր Գրիգորյան։ Դու ունեիր Արթուր Գրիգորյան, որը գնահատեց քո տաղանդը, բայց չկար որևէ մեկը, որը Ալայի համար նկարեց իր ճանապարհը։ Չէ, իհարկե չկար, չնայած մեկ կարծիքներ են հասնում, որ Վազգեն Սարգսյանը չլիներ, դու ինչ կանեիր, Վազգենը քեզ բերեց այ գեղացի կամ սենց ինչ որ անհիմն հիմար արտահայտությունն է։ Ալայի ձայնով է Ալան երգում, Ալան է գրում իր երգերը եւ հետո Հայաստան երգը նոր դուրս էր եկել եւ ասացի արդեն, որ մենք մեկ անգամ ենք հանդիպել, ինչու նոր անդրադարձա, որովհետեւ իսկապես շատ են այդպիսի կոմենտները։ Ես մենակ հպարտ եմ, որ իմ անունը կապում են Վազգեն Սարգսյանի հետ, մեր սպարապետի հետ, բայց իրականում Ժողովուրդ ջան, այդպես չի էլի։ Ես ինքս եմ կերտել իմ ճանապարհը։ Դրա համար էլ հասա սրան, երբ որ սկուտերի վրա քեզ տալիս են որևէ բան, հեշտացնում են, դու ոչ թե գնահատում ես, կյանքում ամեն բան է այդպես, ես դա հասկացել եմ։ Երբ որ դու ինքդ ես հասնում քայլ առ քայլ, դժվարությամբ, հեշտությամբ, սիրով, ատելությամբ, արցունքով, ժպիտով, թանկանում է այդ ամեն ինչը քեզ համար, դու թանկ ես պահում եւ հղկվում ես եւ հասնում ես դրան։ Իսկ երբ որ քեզ ուղակի հեշտորեն դա տրվում է, դու դա չես գնահատում ու կորցնում ես։ Ես ուղակի իմ ցկտումներին հասնող մարդ եմ եւ բախտավոր մարդ եմ, հաջողակ մարդ եմ ինչ որտեղ, որ անգամ այդ շատ դժվարությունների միջով անցնելիս իմ ճանապարհին հանդիպել են ինձ լավ մարդիկ։ Ես առաջինը կասեմ Արթուր Գրիգորիչի անունը, որը ինձ նկատեց, գնահատեց եւ երբեք չպարտադրեց ու չթելադրեց ինչ անեմ։ Ինձ նա ասում էր՝ «Ты самородок», ասում էր՝ «Դու ինքնածին ես, հիմա քեզ կարելի է այսպես հղկել, բայց քո հիմքը լավն է, քո հումքը լավն է եւ
դու ինչ որ անում ես ճիշտ ես անում։ Իր զորավիկությունը ինձ շատ կարևոր էր իմ կողքին լինելու, իմ թիկունքին լինելու այն դժվար տարիներին հարց չի անցել, ես քեզ ասեմ, իմ գոլեգաների հետ։ Ես միանգամից չընդունվեցի այնտեղ բոլորի մոտ։ Տարբեր էի, նախ այն ժամանակ այդ գյուղի եւ քաղաքի տարբերություն չնայած մեր երկիրը փոքր երկիր է եւ Արարատի մարզն այնքան հեռու չէ, ասենք հսկայական երկիր չի էլի, փոքրիկ երկիր է եւ տարբերություն շատ չկա քաղաքի եւ գյուղի մեծ հաշվով եւ այդ քաղաքացի, գյուղացի, գյումրեցի, արցախցի այդ այնքան ասեցին մինչեւ այսօրի հասանք էլի, վերջապես դի հասկանանք, որ չի կարելի։ Մենք հայ ենք, այսքան բան։ Եվ միանշանակ չընդունվեց, որովհետև մտածողության տարբերություն կար, երգեցողության ձևի տարբերություն կար։ Ես այն ժամանակ այլ կերպ էի, այսինքն ես այնպեսին էի, ինչպեսին կայի, ես կարծում էի, որ մարդը, երբ որ մի բան ասում է, դա ուրեմն ճիշտ է ասում, ուրեմն հետին մտքով չի ասում։ Հետո առնչվեցի շատ իրավիճակների, որ ուղղակի ապշում էի, ոնց կարող են օրինակ ասել այսպես, հետո հաջորդ պահին անել մեկ ուրիշ քայլ, դրան լրիվ հակառակ, մինչև որ ես ինքս հանցա դրա միջով ու արդեն հասունացա եւ հասկացա, որ սա է, պիտի դու քո ճիշտ տեղում մնաս եւ ամեն մեկին ընդունես այնպեսին, ինչպեսին որ իրենք կան։ Դու այսօր քո այն գոլեգաների հետ, որոնք ժամանակին քեզ նեղացնում էին, ինչ հարաբերություններ ունես։ Շատ լավ։ Կեղծ լավ։ Նայ, չհիշելով իմ ինչ որ ինձ հետ եղել է, դա ամենևին չեմ հիշում եւ միշտ շփվել եմ, միշտ սիրել եմ եւ անգամ շատ լավ հարաբերություններ ունեմ շատերի հետ։ Այդ աղջիկը, որը մարզից գալիս էր Երևան, բավականին դժվար ճանապարհ էր անցնում, իսկ շոու բիզնեսում շատերը արդեն հարուստ էին, ուրիշ ճանապարհ ունեին, այսինքն ինչ որ առումով նաեւ անհամադրելի էր այդ ժամանակ այն ճանապարհը, որ դու ամեն օր անցնում էիր, բայց դու քո աշխատանքի շնորհիվ ինքդ էլ փոխեցիր քո կարգավիճակը։ Հա, իհարկե, մարդը ով ձգտում է, ով աշխատասեր է, հասնում է, իհարկե։ Եղել են իսկապես շատ դժվար պահեր են եղել։ Եղելա, որ քաղցած եմ եղել, եղելա, որ դե Երևանում էի, այնպես չի, որ տանը ինչ որ խնդիրներ, ծնողներս ինձ փառք Աստծո շատ, մենք 4 երեխա ենք, եղբայրս, քույրերս ու ես, բոլորն էլ բարձրագույն կրթությամբ, բայց լինում է, որ մենակ էի ինձ զգում, որտեղ մենակ էի Երևանում եւ այդքան շրջապատի մեջ բարեկամներ, ընկերներ, եղելա, որ պետք է իջնեմ, ասենք, Երգիպետական թատրոն, նույնիսկ այդ 100 դրամը չի եղել մոտս, որ գնամ։ Հետո պիտի ժպտայի, բեմ բարձրանայի, հետո բեմ ես բարձրանում, խետ հայացք ես տեսնում կամ ծիծաղում են վրատ, որովհետև ասում են, խնդրում ես հաղորդավարին ասել, որ թե դու որ գյուղից ես, երգում էի, ասում էի ասեք, որ ես գյուղից եմ, այն ժամանակ դե դժվար էր, չէին ասում, հիմա է սովորական բան դարձել։ Ծիծաղում էին հանդիսատեսից վրաս, ես տեսնում էի կուլիսներից, հետո որ երգում վերջացնում էի, ոտքի կանգնած ծափահարում էին։ Այդ բաները իրականում մինչև հիմա ինձ վրա հետք թողել են իմ հոգում եւ ինչքան էլ էսպես ասում եմ, չէ, հանգիստ է, խաղաղ եմ, կայացել եմ, ընտանիքը կա, փառք Աստծո, ծնողներս կա, Աստված իրենց երկար կյանք տա, քույրեր, եղբայր, ընկերներ, բայց այնպես չի, որ ամեն ինչ շատ հարթ է եղել եւ շատ դժվար պահեր եմ ապրել ու դրա համար եմ ասում էլի մարդիկ, որ այդպես նայում են, բան մտածում են Երանի իրեն, ախր այդ ամբողջը դժվարության միջով է անցել, լաց եմ եղել, հիվանդ եմ եղել, հոգնած եմ եղել, քաղցած եմ եղել։ Ալա, դու առանձին ծափահարությունների ես արժանի նաև քո տեսակի համար, որովհետև շատերը քո փոխարեն գուցե կոմպլեքսներից ելներով դադար էին ասել, որ իրենք գյուղից են, իսկ դու շարունակաբար խոսում էիր այդ մասին եւ շարունակաբար ցույց էր տալիս մարդկանց, որ գյուղից լինելը որևէ վատ բան չէ, որ իրենք են անշնորհք, որ դա ինչ որ վատ բան են համարում, բայց իսկապես շատ արցունքների միջով է եղել իմ ճանապարհը։ Ես տարբեր էի իմ հագուկապով, իմ մտածողությամբ, իմ միամտությամբ։ Ինչ ասել է տարբեր էի, այսինքն դու ինչ որ առումով դեռ չէիր ինտեգրվել իրենց իրականությանը։ Այո,
Գիտես, այս շատ նուրբ թեմա է։ Մենք շատ քաղքենի մոտեցում ունենք, էլի։ Այդ քաղքենի մոտեցման պատճառով Վազգեն Սարգսյանն էլ է մեր մարզից։ Գիտես, կան որակումներ, որոնք առաջին հերթին խոսում են մարդու մասին, որը խոսում է, որովհետև ենթադրենք, եթե դու խոսես մարդու կրթվածության մակարդակի մասին, դա մի բան է, բայց երբ դու մարդուն բնորոշում ես գյուղից է, քաղաքից է, թե որտեղից է, դա ուղղակի խոսում է խոսողի տգետ լինելու մասին։ Ես ուզում եմ հասկանալ, ինչ առավելություն կա քաղաքից լինելու հանդեպ։ Ոչ մի առավելություն չկա իրականում, բայց դες դու ինքդ, քանի որ հիշատակեցիր դա, ապրել եմ, անցել եմ դրա միջով այն ժամանակ հատկապես։ Ես ուզում եմ խոսենք այդ մասին, ինչու, որովհետև այսօր Ալան որպես կայացած կին, որը այո, գյուղից եկավ Երևան եւ ավելի դժվար ճանապարհ անցավ, քան այն մարդը, որը Երևանում էր ծնվել, մեծացել, եթե նույնիսկ երկու մարդը նույն ճանապարհն են անցնում, մարզից եկած մարդու ճանապարհը կրկնակի բարդ է ու դրանով իսկ կրկնակի ավելի արժեքավոր է դառնում, որովհետև դու քո տանն ես, քո գործունեությունն ես ծավալում, չեմ ուզում նսեմացնել այս մյուս կողմի արած աշխատանքը, բայց համենայն դեպս ավելի բարդ է ու ավելի շատ բան է խոսում մարդու մասին, թե ինքը ինչպես կարողացավ կերտել իրեն։ Այն նկատառումները, որոնք որ դու հիմա անում ես, դրանք այս Ալայի նկատառումներն են, որոնք անցել է այդ ճանապարհը, գիտակցում է ու հասկանում է։ Երիտասարդ աղջիկը հավանաբար խոցվում էր տարբեր տեսակի գնահատականներից, խոսքերից, ինչպես էր այդ խոցվելուց հետո կարողանում ոտքի կանգնել։ Դրան հակառակ ցույց տալու, որ դա այդպես չի ու ես կարող եմ։ Իրականում, երբ որ ինձ նեղացրել են, դա ինձ ավելի է ուժ տվել, գիտես, ես չեմ կոտրվել, որովհետև ես ասել եմ, դե կտեսնեք, որ ես կարող եմ, ես կհասնեմ, ես կարող եմ։ Եվ զարմանալի կթվա, բայց էլի եմ ասել, ես շնորհակալ եմ այդ մարդկանց ու այդ պահերի համար, որ իրենք ինձ հենց դրանով հակառակ այդ ամեն ինչի կարողացել են փաստորեն հասնել։ Իրենց ինատուս են ասում։ Իսկապես չեմ հասկանում, այսինքն երբ որ ասում են գյուղ, հասկանում են ինչ գոմաղ, կենթանիային անասուններ, կենթանիներ տնա, ինչ են հասկանում։ Եթե նույնիսկ այդպես է, վերջապես պիտի լինի գյուղ եւ քաղաք։ Քաղաքում ապրելակերպը, կուլտուրան, մշակույթը այլ է, գյուղը չլինի, քաղաքը չի կարող ապրել, քաղաքում այդ զարգացած վիճակը չլի, փոխադարձ է, ամեն լեջան, որտեվ կան էլի այդպիսի մարդիկ ու մինչև հիմա կան։ Ոչ ոք պատասխանատու չի կարող կանխորոշել, թե ինքը ուզում է ծնվել Փարիզում, Նյու Յորքում, թե Ավշար գյուղում։ Մարդը իր արտաքինի, իր ծնված վայրի որոշակի բաների համար պատասխանատու չի։ Այ թե դու ուր ես այնտեղից հասնում եւ ինչ մեսեջ ես տալիս, ինչ ես տալիս քո շրջապատին, ոնց ես ապրում, այդ դա է իր պատասխանատվությունը, ոչ թե այստեղացի, այնտեղացի։ Հիմա ես հպարտ եմ եւ շատ սիրում եմ այդ միջավայրը։ Երբ որ հիմա տես բերեցիր նրան, որ ես սիրով հիշեցի։ Երբ որ ես մեր գնացքի գծերով փոքր աղջիկ էի, քայլելով գնում էի հողամաս հայրիկիս համար հաց ուտելիք եւ ջուր էի տանում, որտեղ ինքը հողամասն էր ջրում։ Երբ որ ես գնում էի երեկոյան, իմ ամենասիրած պահն էր դա, որտեղ մայրամուտ էր առջևս, որովհետեւ դաշտեր էին, որտեղ արագիլներ էին, որովհետեւ բզեզներ էին, որովհետեւ խոտի հոտ էր, այդ ամեն ինչ ախր նրանք, որոնք չեն ապրել, իրենք են մեղ, ոչ թե նրանք, որոնք այդ ամեն ինչը տեսել են։ Ես մի բան ասեմ, ես ամբողջ կյանքս ինչ որ առումով կարող եմ ասել նախանձել եմ այն մարդկանց, որոնք գյուղ ունեին, որովհետև այդ բնության մեջ մեծանալու ես փոքր ժամանակ իրականում իսկապես երազում էի մենք գյուղ ունենայինք, ես ամռանը գնայի գյուղ, ոչ թե մնայի քաղաքում։ Ես ինչ երջանիկ եմ, որ իմ երեխաները այդ բնության մեջ երբ որ մեծանում ես հիմա օրինակ երբ որ գնում եմ մարզեր, հասկանում եմ, թե ինչու են օրինակ մեր մեծերից շատերը մարզերից, որովհետև բնությունը արդեն այնպիսի ստեղծագործական միտք է դնում քո մեջ, հենց բնությունը, որ դու պիտի ուղղակի ուրախ ու երջանիկ լինես, որ այդ բնության մեջ ես մեծացել։ Ես այս էլ պատմեմ, էլի դու ինձ հիմա բացեցիր հաճելի հիշողություններ եկան։ Գիտես, բարձրանում էի մեր ավտոտնակի տանիքը կտուրը։ Մեր ծիրանենին կա ծիրանի տարբեր տեսակներ, կա աղջանաբադ, շատերը գիտեն, փոքրիկ կլոր, բայց շատ համեղ ծիրան։ Ու այդ ծառը գիտես ոնց էր ծաղկում, ասես դառնում էր սպիտակ։ Ու երբ որ ծաղկում էր գարնանը, ես այնտեղ ունեի փոքրիկ աջյալ, բարձ,
Գնում պարկում էի այդ ծառետակ տանիքի վրա ու լսում էի մեղուների երգ։ Այդ մեղուների երգը լսելով ես իմ մոտ ծնվել են հետագայում արդեն բերել են նրան, որ ես գրում էի բանաստեղծություններ, նկարում էի, երաժշտություն էի գրում, հասկանում ես, հույնարներն ու Հայաստանները հենց այնպես չեն ծնվել, որտեվ ես այդ ամեն ինչի հետ կապ եմ ունեցել։ Կամ երբ որ Երևանից տուն էի գնում, արդեն բավականին մեծ էի, դեռ ամուսնացած չէի, ու մեր տանը շենքին դրսից աստիճան էր այսպես հենված, արագ-արագ հլը տուն չմտած բարձրանում էի մեր տան կտուրը։ Նայում էի Մասիսների մարշին, միտեղից ծուխա բարձրանում, միտեղից կովնաբար աչում, միտեղից շան հաչոց է, միտեղից այդ բույրը, այդ գյուղի, գիտես, նայում ես, դու ձուլվում ես բնությանը, դու ձուլվում ես աշխարհին, հայրենիքին, ոնց կարելի է, իսկապես հրաշալի բան ասեցիր, դա նախանձելի վիճակ է, էլի, ոչ թե տարբերակել, դե որ գյուղից ես քաղաքի հետ, ինչ որ դու քաղաքի։ Եթե քաղաքից ես կա մի բան, որ եթե ուզում ես գնալ բնության գիրք, դա քեզ վրա նստում է 40-ից 50,000 դրամ։ Ահա, եթե գնում ես գիշերակացով որևէ տեղ, ամենամաչելի տարբերակը մեկ գիշերակացը 30,000 դրամն է։ Այս մարդիկ դրա հնարավորությունը համաչարում են։ Դե հիմա ասեք, ո՞րն է լավ։ Չգիտեմ, ես սիրում եմ, ես իմ հայրենիքը շատ եմ սիրում։ Ես չես պատկերացնի, ինչքան տեղեր եմ եղել աշխարհում։ Գնահատում եմ բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների մշակույթը, ինձ հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է եւ Եվրոպան, եւ Միջին Արևելքը, եւ ԱՄՆ-ն, եւ տարբեր, եւ Կանադան, եւ Արգենտինան, Ուրուգվայ, ամեն տեղ։ Բայց որ գալիս եմ, չէ, սիրում եմ ճամփորդել, սիրում եմ, երբ գնում եմ հատկապես այն վայրերը, որտեղ հայեր են եւ պիտի երգեմ եւ ոնց որ ինտեգրվում եմ իրենց ինձնով եմ անում, սենց ինձ դուր է գալիս եւս դա հաղթահարել, այդ հաղթահարելու բանն է, որ ինձ հասցրել է սրան, չվնասելով որևէ մեկին, ես դա կարողացել եմ, ինչու ոչ, եւ ցանկանում եմ, որ շատ-շատերը այդպես լինեն, բայց որ վերադառնում էի ու սենց գնում էի պապայիս տուն, սենց ասում եմ այդ փախչող կատուն, ծաղկող ծառը, չգիտեմ, հաչող շունը, տնակը, տատիկը շալով են, որ ասենք տատիկները նստած գյուղի տատիկ պապիկները մեկ էլ բաներ էին հիշում, պատմում, գիտես իրենց բարբառով, ախր դա թանկ բան է, ես սիրում եմ այդ ամեն ինչը։ Եվ ի վերջո դա մենք ենք, երբ մենք մեզնից փախչում ենք, այդ շատ մեծ խնդիր է։ Կկորենք, եթե մենք մեզնից փախնենք։ Ալա, հիմա հաճախ ես գնում գյուղ։ Ամեն շաբաթ։ Պարտադիր եւ հենց դա էի ուզում ասել, որ իմ երեխաներն էլ ամռանը մեծացել են իմ քույրերի, իմ եղբոր, իմ հայրական տանը, ես իմ ծնողների, իմ հարազատների հետ կապը չեմ կտրում։ Ես չեմ կարողանում, ես արթնանում եմ, առաջինը մորս եմ զանգում։ Չեմ կարող, մենք շատ կապված ենք, իմ ծնողները մեզ այնպես են դաստիարակել, մեզ թվում է մենք ամեն մեկս դուրս չենք եկել այդ հայրական տնից։ Կապը այնքան կա ու իմ ծնողների հետ ենք ու ամեն բան անում ենք, որ իրենց լավ լինի։ Եվ ուզում ենք, որ իրանք երկար ապրեն։ Այդպես լավ նայեք ձեր ծնողներին։ Ամեն բան լավ կլինի, ես հիմա այս մասին չեմ ուզում խոսել, որովհետև չեմ ուզում դու տխրես։ Բայց ուզում եմ հավատաս, որ ամեն բան լավ է լինելու։ Վստահ եմ Աստված մեզ հետ։ Լինի անձնական առիթ, թե նկարահանում ես իմ արտաքին տեսքը մշտապես վստահում եմ բյութի ֆաբրիկի պրոֆեսիոնալներին։ Երևանի սրտում Սարյան 19 հասցեում արդեն գործում է բյութի ֆաբրիկի նոր շքեղ սրահը։ Այս արդեն նրա մասին չէր, որ փոքրիկ տեղից հնարավորինս շատ գումար աշխատենք։ Այս այն պահներ, որ ուզում էի, որ իմ հաճախորդը իրեն զգար ըստ արժանվույն սպասարկված։ Ես վստահ եմ, որ տարիներ առաջ մայրիկի հետ քո խոսակցությունները ուրիշ էին, հիմա ուրիշ են, որովհետև եւ
դու սկսում ես այլ կերպ ընկալել աշխարհը, այլ կերպ ընկալել ծնողներին ու այլ կերպ խոսել իրենց հետ։ Այ հիմա ինչի մասին ես հաճախ զրուցում մայրիկի հետ ու արդյոք նաև այսօր այդ հնարավորությունը կա, հա, տեսակապի միջոցով անընդհատ ունենալ ներկայությունը։ Արդյոք անընդհատ իրենց ներկայությունն ունես ու ամեն բան քննարկում ես իրենց հետ, թե լինում է պահեր, որ այսպես քիչ ես խոսում։ Ես մորս հետ շատ մտերմիկ հարաբերություններ եմ ունեցել միշտ, բայց տարեց տարի ավելի եմ կապվել։ Ես չեմ կարողանում ամեն ինչ գիտի նա իմ մասին, ես նրա հետ ամեն ինչ եմ կիսվում։ Շատ հաճախ ուղղակի գնում եմ, սենց գրկում եմ կամ երբ նստած կարող է ինչ-որ բան է կարում կամ ինչ-որ գործ է անում, ես սիրում եմ գլուխս դնել նրա գոգին։ Հիմա ավելի եմ զգում մանկության տարիների կարոտը, որ կա, հիմա իրենց կարիքը ավելի եմ զգում։ Թվում է մեծացել ենք, որ այդպես չպիտի լինի, փոքր տարիքում պիտի այդպես լիներ, բայց չէ։ Ամեն ինչ գիտի, ամեն ինչ եմ խոսում, հարցնում եմ։ Գիտես, շատ նույնիսկ իմ երկարվեստի հետ կապված Ամալիա ջան, ինքը շատ ճիշտ խորհուրդներ է տալիս, ինչը դուրը չի գալիս, ասում է, այս մասը ճիշտ չէր ալջան, այդպես մի երգի, կամ այս երգը քեզ չի սազում։ Բայց վերջերս մի քիչ արդեն տարիքով են իմ ծնողները, ես մեր 14-րդ զավակն եմ եւ բավակ արդեն միջահասակ կին եմ ես էլ չէ։ Այսինքն իրենք էլ են արդեն բավականին մեծ տարիքով։ Հիմա էլ այդպիսի բաներ չենք խոսում, ավելի էս կյանքի բարդությունների, ավելի իմ երեխաների, ավելի օրինակ պապայի առողջության, ավելի ընդհանուր ավելի, գիտես, ընդհանուր կյանքի հետ կապված բաներ ենք խոսում ու ես միշտ սիրով ընդունում եմ, մամաս ասում է, բալես ասում է, դու ինձնից հիմա ավելի շատ ես ինֆորմացված, ավելի շատ բան գիտես, բայց էլի ասում եմ, նենց ես հարցնում, ոնց որ դու դա չգիտես, ես պետք է քեզ ասեմ, ասում եմ, հա մամ ջան, որտեվ ծնողների, մեծերի, տատիկ պապիկների խորհուրդը միայն այն որ ասում եմ մերոն է մեզ համար, իրենց խոսքը միայն մեզ օգուտ կբերի եւ ես աշխատում եմ հնարավորինս եթե կա հնարավորություն, հեռու չի մեր գյուղը, Արարատը հեռու չի, այդտեղ էլ բախտս բերեց։ Ես կարող եմ օրվա մեջ 2 անգամ գնալ գալ։ Ես երբ խելքս փչեց, ոնց որ ասում են, երբ ցանկություն ունեցա, գնում եմ, չեմ սպասում 1 շաբաթ անցնի։ Կարող է ուղղակի գնամ, մամայի հետ խոսեմ հեռախոսով, ձայնը դուրս չգա, երբեք չի ասում որևէ խնդրի մասին, երբեք մաման ինձ զերծ է պահում։ Ես արդեն զգում եմ, գնում եմ, տեսնում եմ ամեն ինչ նորմալ է, ասում եմ, մամ, բա ինչի էր ձայնդ մի տեսակ, ասում է դրա համար եկար, ասում եմ, հա դրա համար եկա, բա ինչ պիտի անեմ, բա զավակները, որ չլինեն ծնողների կողքին, ես նենց եղբայր ունեմ եւ այնպիսի քույրեր ունեմ, որ մինչեւ ինձ հասնի այդ ամեն ինչը նրանք ամեն բան տեղն են գցում, բայց իհարկե ես իրենց միջի փոքրն եմ, իրենց ամենաչարաճճին եմ, իրենք ավելի զուսպ են, ավելի հավասարակշռված են, ավելի մեղմ են, ես մի քիչ բնավորությամբ ավելի էմոցիոնալ եմ, էլի։ Ես հենց այս պահին հասկացա, այդ միտքը նոր եկավ, դու խոսում էիր քո ընտանիքի մասին ու հասկացա, որ մենք խոսում էինք քո ժամանակին ինչ որ առումով ֆինանսական հնարավորություններ չունենալու մասին, բայց դու այնքան հարուստ մարդ ես։ Շատ։ Այդպիսի ընտանիք ունենալը արդեն այնքան հարստություն է, իսկապես։ Շատ ցավոտ տանեմ, արդեն որ ունեմ քույրեր եւ ունեմ եղբայր, ես հարուստ եմ։ Արդեն որ ծնողներս կան, ես հարուստ եմ։ Արդեն որ ունեմ զավակներ 3 երեխա, ես հարուստ եմ։ Էլ չեմ ասում իմ ամուսնու մասին, որ իմ կողքին է, բայց այդ ամեն ինչի մեջ զուգահեռ անընդհատ լինում են մտածմունքներ, անընդհատ լինում են պահեր, երբ մենակ եմ, լաց եմ լինում։ Չգիտեմ, նենց չի որ այնքան հարթ է, որ բան, բայց ընդհանուր երբ նայում ես այս բարդ կյանքի մեջ եւ համեմատում ես, ես շնորհակալ եմ Աստծուն։ Իրականում, երբ մենք գլոբալ նայում ենք, ամենակարևոր բաները, որոնք որ պետք են մարդուն եւ իսկապես քեզնից կախված չեն, հա, բայց դու դա ունես։ Բայց մարդկայինը նաեւ դες նշում ես, որ երբեմն տխրում ես, լացում ես եւ այլն։ Սա այդ միջին տարիքի ճգնաժամ ասվածն է, որ երբեմն ուղեկցում է քեզ, թե ախր այնքան արագ զարգացավ էս վերջում դեպքերը զարգացան, այդ ինֆորմացիան շատ էր եւ հատկապես վատը։ Ես պատրաստ չէի ընկալել այն ինչ որ կատարվեց։
Դու տապալվեցիր ինչ որ առումով։ Այո, հա։ Այն կենսախինդ աղջիկը, այն երասկոտ, այն ապագային նայող լուսավոր անհոգ դա չկա։ Իհարկե, տարիքի հետ ոնց էլ չլինի, նույն այն ժամանակվա տարիների պես էլ ապրի, բայց տարիքի հետ հասունանում ես, ծանրակշիռ ես դառնում, բան, խենթ ձգտումներ կային, որոնք արդեն գիտակցում ես, որ դու դա չես կարող անել, չէ, արդեն ընտանիք կարգավիճակ, ասենք երազանք ա եղել ինձ համար բարձրանալ Արարատ լեռը։ Չես պատկերացնի, ես հիմա ափսոսում եմ, որ այն հնարավորությունը երիտասարդ տարիների երբ չկար ես կենցաղես, հոգսաշատ վիճակը, այս պատերազմական վիճակը, այն որ իսկական ժամանակն էր դա անելու, ես դա բաց եմ թողել։ Հիմա հաց գիտակցում եմ, որ հնարավոր է այդ կամքի ուժը, այդ առողջական վիճակը, այդ շնչառությունը, այդ ամեն ինչը չլինի եւ ես դա չկարողանամ անել, բայց ժամանակին պիտի անեի։ Իսկ շատ բաներ կան, որոնց համար ափսոսում ես։ Չարված բաների համար այո, արված բաների համար ոչ։ Յուրաքանչյուր աղջկա համար ուրիշ աշխարհ է, հա, նաև արտաքինին վերաբերվող հարցերը։ Երբեմն կարող էին նաև շատ գրեհիկ արտահայտություններ լինել արտաքինի հետ կապված։ Ցավոք սրտի մինչև հիմա դրանք կան։ Դա ինչպես անցար ու արդյոք այդ ամեն ինչի մեջ ինչ որ մի պահ կորցրեցիր ինքնավստահությունը, թե ոչ։ Եղել են պահեր, որ խոցվել եմ, բայց մի քիչ որ, ոնց ասեմ, մի քիչ որ խելացի մարդ ես լինում, հասկանում ես, որ եթե դու կուլ գնաս, մեկի համար լավն ես, մյուսի համար վատն ես։ Եթե իմ անձնական հարթակում սոցիալական ցանցերում իմ անձնական անկեղծորեն տեսնեք ինչքան սեր, ջերմություն ու գեղեցկուհի սիրելի ինչքան լավ բաներ են գրում, հասկանում ես, որ դրանից դուրս այն մյուս կողմը քեզ համար կարևոր չի։ Ունեցել եմ ցավալի պահեր, բայց այսօր ամենևին չեմ էլ նեղվում, որովհետև իրենք ինձ չեն վնասում։ Ես ուղղակի խորհուրդ կտամ, որ զբաղվեն ավելի ոնց որ իրենց ընտանիքով, աշխատավայրով, ընկերներով, թորնիկներով, քան այդպես ժամանակ գտնեն ու այդ իրենց միջի թույն անպայման ուզենան գրել ու թափել։ Դա ինձ չի վնասում։ Ես խորհուրդ կտամ իրենց, եթե արտաքինի մասին է խոսքը, իրենք մի քիչ իրենց որ հետևեն, իրենք էլ մի քիչ լավ զգան հայլում նայեն ու զգան իրենց բավարարված։ Միգուցե այդ չարությունը չլինի։ Մեծահասակ տատիկ եկին է, թորնիկի հետ, հոմ է վառում, եկեղեցի է գնում, նկարներ կան։ Մայրիկ ջան, ինչու ես այդքան չարացած, ասենք դու հայտնի արտիստի հետ ինչ խնդիր պետք է ունենաս, որ ժամանակ ես գտել, բաց ես արել, նայել ես, մի հատ էլ գրել, օրինակ ես ժամանակ չունեմ նախ նայելու, մի հատ էլ քննարկելու, մի հատ էլ գրելու։ Ձեզ որպես տարիքով կին, այդ ժամանակը որտեղից դուք թորնիկներ ունեք, ճաշ եք պատրաստում, երեխաներ ունեք, ես ուղղակի զարմանում եմ, էլի ասենք, ամենավախենալու բանը, երբ ազգը վերափոխվում է ամբողջի։ Աստված չանի, եթե այդ գծի վրա ենք, որովհետև դա կբերի մի բանի գիտակցում, որ դու կհասկանաս, որ ամեն ինչ իր սահմաններից դուրս է եկել ու խարխլվել է։ Մի արեք այդպիսի բաներ, որովհետև դա ձեզ է վնասում։ Ձեր գրածը ինչ չի վնասում, արդեն վաղուց։ Ինչ վատ բան կա, եթե որոշակի բաներ էլ արտաքինումդ փոխում ես, որ դու քեզ լավ զգաս, չէ՞ որ դրանով դու որևէ մեկին չես վնասում։ Ընդհակառակը ուրախ չեն, օրինակ, որ ես օրինակ շատ ուրախ կլինեմ, որ մեկը իր կյանքի ընթացքում բոլորս էլ ինչ-որ կետից ենք, չի սկսում, բոլորս էլ տենց գեղեցկուհիներ հոչ ենք ծնվում, ասենք, լինում են դեպքեր իհարկե, բայց պետք է գնահատել մարդկանց, որոնք ոչ միայն արտաքինի հետ կապված, որոշակի կետից հասնում են A կետից B կետ դժվարությամբ եւ այդ B կետում իրանք հասնում են նրան, ինչին որ ուզում էին, գեղեցկանում են, խնամված են լինում, չգիտեմ, աշխատանք են ունենում, որոշակի բաների են հասնում, ասենք չվնասելով դիմացինին։ Ինչ է ինքը դրանից վատ զգում, օրինակ, եթե որոշակի փոփոխություններ Իմիջայլոց կարող է էլի գրել են, բարբերաբար գրում են պլաստիկ վիրահատություն, պլաստիկ վիրահատություն չի եղել, բայց ես դեմ չեմ դրան տարիներ հետո, եթե լինի դրա կարիքը, գիտես վիրահատել եմ այդ գիտեն, կարելի էր ավելի շուտ, նաև ուղղակի ունեցա գլխացավեր խնդիրներ ինձ ասացին, որ դա է, որտեղ խնդիր կար։ Փոքրիկ միջամտություններ անում եմ ոնց որ եւ շատ շատերը,
ու խորհուրդ կտամ բոլոր նրանց, որոնք ուզում են իրենց լավը զգալ, շուրջը գեղեցիկ մարդիկ շատ լինեն, պետք է խնամված լինեն։ Դրանից միայն լավ բան է դուրս գալիս։ Ժողովուրդ ջան, ինչու եք վատը զգում, ինչու եք քննարկում։ Պլաստիկ վիրահատություն արված չի, բայց փոքրիկ միջամտություններ արել եմ, ճիշտն ասած վերջին 3-4 տարում։ Դրանից առաջ ոչ, չի եղել այդպիսի բան, բայց կարելի էր ավելի շուտ։ Ինչու ոչ։ Ալա կար ժամանակ, երբ դու ինքդ քո արտաքինը չէիր ընդունում կամ հաշտ չէիր, ինչպես շատ կանայք եղել են։ Մանավանդ անցումային տարիքում, երբ դեռ վերջնական ձևավորված չես լինում, չէ՞։ Սկսում ես համեմատել, մանավանդ այդ տարիքում դերասանուհիներ, երգչուհիներ, հատկապես արտասահմանյան, չէ՞, ասում ես, «Ող ինչ սիրուն է, ես էլ կուզեի այսպիսին լինել»։ Իհարկե եղել են։ Կարծում եմ շատերի մոտ է լինում այդպիսի զգացողություն։ Ես էլ սովորական մարդ եմ, բոլոր լավ ու վատ զգացողությունները ապրել եմ։ Որպես կանոն մենք նման փուլերը պիտի հաղթահարենք եւ ինքներս մեզ հետ աշխատանք տանելով։ Եվ շատ կարևոր դեր են ունենում մեր կյանքում մեր կողքի մարդիկ։ Մասնավորապես տղամարդը, որը կա քո կյանքում, շատ մեծ ազդեցություն է ունենում կնոջ ինքնագնահատականի ձևավորման վրա, որովհետև գեղեցկուհիներ կան, որոնք իրենց չեն ընդունում, որովհետև անդադար դիտողություններ են լսում, եւ դու հասկանում ես, որ սա ընդհանրապես հոգեբանական հարց է, որքանով նաեւ ամուսնուդ գործոնը ազդեց, որպեսզի դու հաղթահարես այդ կոմպլեքսները, որոնք իրականում երևի թե այդպիսի կին գոյություն չունի, որը չունի կոմպլեքս։ Շնորհակալ եմ այս հարցի համար։ Հենց իր շնորհիվ է, որ ես այդ ինքնավստահությունը որպես կին ունեմ, իր շնորհիվ է, որ ես ինձ լավ եմ զգում։ Հիմա արդեն նաև երեխաներիս, երբ շաղիկս ներս է մտնում, գեղեցկուհիս, ինձ սրտով է ասում, ինձ սիրով է ասում։ Երբ իմ Ժաննան ասում է, մամ ջան, շատ սիրուն ես այսօր ինչ որ ելույթից առաջ։ Երբ ամուսինս ժպտում է, գրկում է կամ եթե կա փոքրիկ նկատողություն, ասում եմ, այ այս մասը սենց մազը տանեիր, ավելի լավ կլիներ։ Երբ ամուսինս ասում է, սկեստդ կարող էիր մի քիչ ավելի կարճ կարող էր լինել։ Ինքը որտեվ գիտի, որ ես ամեն ինչ չափի մեջ եմ անում։ Առաջին նախապայմանը իմ որպես կին ինքնավստահության եւ բավարարված զգալու իմ ամուսինն է, ու ես շատ շնորհակալ եմ իրեն։ Ինքը իսկապես իմ կյանքում մեծ փոփոխություն է արել ուղղակի իր ներկայությամբ։ Ինքը քչախոս է, շատախոս չէ, շատ զուսպ է, բարկացնելու աստիճանի պարկեշտ, չափված ձևված։ Ես էմոցիոնալ, ափերից դուրս եկող, դե նախկին եմ, երկրորդն էլ ստեղծագործող, երգող, այդպես էլ պետք է լիներ։ Եվ ինքը միշտ կարողացել է ինձ զսպել, անել այնպես, որ ես ինձ սիրված զգամ, եւ հենց այդ սերն էլ, այդ ջերմությունն էլ ինձ բերել է նրան, որ ես հիմա շատ բաների վրա աչք եմ փակում։ Իսկ դու ինչպես ազդեցիր իր ինքնագնահատականի փոփոխության վրա ու արդյոք որպես կին կարողացել ես միշտ խորագետ լինել ճիշտ մոտեցում ցուցաբերելու, թե ոչ միշտ։ Ես այն սկզբունքը կին եւ տղամարդ, որը եկել է դեռ Ադամի եւ Եվայի ժամանակներից, կարծում եմ, որ կինը իր ուրեմն շրջանակի իր պոզիցիան պետք է ունենա, տղամարդը իր իրար լրացնելով, հարգելով, բայց ես միշտ իմ ամուսնուն մի աստիճան բարձր եմ ինձնից ասում։ Նախ նրա համար, որ նա տղամարդ է, որ բալանսը չկորի ընտանիքում, եւ երկրորդ, որովհետեւ ինքը արժանի է դրան։ Իսկ ինքը ինձ գնահատում է, որտեվ ես այդ ամեն ինչը ճիշտ եմ անում եւ փորձում եմ չխախտել որևէ կանոն կյանքի։ Քո ընտանիքը ինչ որ առումով այն ժամանակ օրինակ էր ինչ իմաստով։ Հիմա էլ է օրինակ, բայց հիմա ես կխոսեմ տարբերությունների մասին։ 2000-ականներին ընտանիք ունեցող հայտնիները այդքան շատ չէին։ Երգչուհիները այդքան շատ չէին, որովհետև ինչ որ առումով գուցե կարծրատիպներ, որը ուղեկցում էր շոու բիզնեսի շատ ներկայացուցիչների եւ որը կոտրվեց ժամանակի հետ, որովհետև հիմա մենք ավելի շատ ենք տեսնում ընտանիք ունեցող հայտնի մարդկանց։ Այն ժամանակ էլ կային, իհարկե, այն ժամանակ էլ կային, բայց ոչ բոլորի
ճանապարհներ հարթ լինում ընտանիք ստեղծելու առումով։ Այս առումով դու եւ տարբերվում ես եւ աչքեր ընկնում, որովհետեւ նույնիսկ քո արխիվային զրույցները նայելիս միշտ նկատելի է, միշտ քո մասին դա ասել են, հա, որ միշտ սիրահարված ես խոսել քո ամուսնու մասին, ընտանիքդ միշտ օրինակ էր ու նաեւ քո կարիերան չգնաց հետին պլան, որովհետեւ դու ստեղծեցիր ընտանիք, որովհետեւ շատերի դեպքում նաեւ այդպես է լինում։ Քեզ ինչպես տրվեց 2000-ականներին այդ բոլոր կարծրատիպերի մեջ ստեղծելու քո ընտանիքը եւ ամուր պահելու այն։ Ես երևի բախտավոր մարդ եմ։ Երևի Աստված ինձ սիրում է, երևի ճիշտ եմ ապրել, միգուցե նաեւ դրա պատճառով ժամանակին նորից պիտի անցնենք մեր ժամանակից, ժամանակները էտապներով են, մտածողություն է փոխվում, չէ, վերաբերմունք է փոխվում։ Հա, այն ժամանակ այնպես չի, որ այտենց հեշտեր եւ ընկալում էին երկչուհուն նաեւ որպես ընտանիքի կին մայր։ Ես մինչեւ հիմա եմ սիրում իմ ամուսնուն շատ։ Դա ամենահրաշալի բանն է, որ Այո, եւ այնքան ուրախ եմ, որ կարողացել եմ այդ դժվարությունների միջով անցնելով վերջին շրջանի այս ահռելի ալիքը, որ բոլորիս սենց մի հատ փորձում էր սրբել տանել այդ համացանցային, ինքը միշտ ինձ սատար է կանգնել, միշտ ապավեն է եղել, միշտ հարգել է։ Գիտես, այդ սեր կոչվածը ինքը սենց կամ երջանկություն է, սենց պահեր են գալիս գնում են։ Բայց երբ որ կա հարգանք միմյանց հանդեպ, այդ հարգանքը պահում է, որ հետո նորից այդ սերը գա, հետո սերը կարող է գնա։ Այդ հարգանքը մնում է, էլի։ Մանավանդ հասունանում ես, տարիքի հետ մեծանում ես, սկսում ես այլ կերպ նայել ընտանիքին, կյանքին, ավելի եմ գնահատում հիմա, ավելի եմ արժևորում, որովհետև թանկ բան է եւ պետք է դա պահել։ Յուրաքանչյուր փոքրիկ անհասկանալի սխալը կամ այդ պահին, երբ մի բան չես հասկանում, մի բան այնպես չես անում, կարող է փոխել կյանքդ։ Հարաբերությունները առհասարակ տարբեր փուլեր են անցնում եւ երբ կա սերը, սիրահարվածությունը, հետո գալիս է բնավորությունների ադապտացիան, երեխաների ծնունդը, նոր ինչ-որ շրջափուլ է բերում ու ամեն բան այսպես շատ հարթ չի գնում, բայց կարևորը եւ սերը որ լինի։ Մենք էլ ենք ունեցել բարդ շրջաններ, չեմ կարծում, որ առանց դրա հետաքրքիր կլիներ։ Այդ փոքրիկ վեճերն ու բարդություններն են հետո բերում ավելի լավ կապվածության ու սիրո։ Ստացվում է ձեր ամուսնությունը արդեն 23 տարվա պատմություն ունի։ Ամեն դեպքում ինչ բանալի ունեք դժվարությունները հաղթահարելու, որովհետև եթե ուժեղություն չդրսևորես, ցանկացած հարաբերության մեջ կգա մի փուլ, երբ ամենահեշտը բաժանվելն է։ Ցավոք սրտի, ոչ բոլորն են այնքան ուժեղ գտնվում, որ հաղթահարեն դժվարությունը։ Երբեմն դժվարությունը կուլ է տալիս մարդուն էլ, ընտանիքն էլ։ Նախ երբ գնահատում ես քո կարգավիճակը, որ դու կին ես, մայր ես, կարող է լինել բաներ, որ քեզ այդ պահին դուր չգան, դու պիտի կարողանաս դա անցկացնել, որովհետև այնպես չի, որ ես էլ նենց մի իդեալական եմ, էլի։ Երբ որ սկսում ես հասկանալ, որ փոխադարձ ըմբռնումը, իրար հարգելը, որոշակիորեն որոշակի բաներ ներելը, բերում է նրան, որ դու տարեց տարի ավելի ես կապվում, կոնկրետ ընտանիքիդ կամ ամուսնուդ հետ, ավելի ես գնահատում, ունեցել եմ դժվար պահեր, որովհետև ինձ մոտ զուգահեռ եւ ընտանիք եւ այս երկարվեստը, որ էլի այդպես հարթ չի եղել, չէ։ Շատ բաներ մեր դիտողները հո չգիտեն ոնց ես անցնում դրա միջով, ոնց ես հասնում դրան, ինչ տանջանքով, վատ առողջ ես եղել կամ այդ պահին քաղցած կամ գումար չես ունեցել, բայց զանգահարել են, ասել են պետք է լինել այստեղ երկել ես բարեգործական համերգին, պետք է երկել զինվոր է մահացել, գիտեք, որ մանավանդ պատերազմից հետո, որ չգիտեմ ինչու էին բոլորի ինձ զանգահարում, տարբեր մեր մարզեր, քաղաքներից, որ նվիրված է այսինչ մեր զոհված զինվորին կամ մյուսին, ու ես էլ փլվում եմ, չեմ կարողանում, գնում էի, որովհետև զգում էի, որ իմ ներկայությունը իրանց պետք է, բայց կոկորդդ խեղդում է, սիրտդ պայթում է։ Այդ դժվարությունները, նաև այդ ապրումները բերում էի ընտանիք, տուն էի բերում, չէի դիմանում, էմոցիոնալ եմ, չգիտեմ, երեխան մի բան այնպես չարեց, բարձր եմ, ձայնս բարձրացրել եմ, որ այդ պահին հետո նեղվել եմ, որ
ճիշտ չեմ անում, ուզում ասեմ, այնպես չի եղել, որ հեշտ ա եղել այդ ամեն ինչը զուգահեռ բերել ընտանիք։ Բարբերաբար նաև ընտանիքն է տուժում այդ իմ էմոցիաներից։ Իսկ ընտանիքի անդամները այդ փուլերում որքանով էին քեզ աջակցում, որովհետև երբեմն իրենք էլ կարող են էմոցիոնալ արձագանքել, որովհետև իրենք էլ են մարդ, բայց երբեմն էլ կարող են ինչ որ պահ վերահսկել իրենց էմոցիաները, որովհետև մայրիկը հոգեբանական աջակցության կարիք ունի։ Ես իմ երեխաներին էլ, իմ ամուսնուն էլ, իմ ծնողներին, իմ սկեսուրին, ես բոլորին շատ շնորհակալ եմ, որ քույրերիս, եղբորս, որտեվ ես պարբերաբար ունենում եմ այդպիսի ստրեսային պահեր, մանավանդ ասում եմ ես վերջին տարիներին հայտնի պատճառներով, եւ իրեն շնորհակալ եմ, որ այնքան են ինձ սիրում եւ այնքան ճիշտ են ինձ ընկալել, որ փորձել են անցկացնել։ Իմ երեխաների ինձ գրկել է, իմ ամուսնու խոսքերը ինձ բավարար են եղել, որ իրենց աչքերի արտահայտությունը, որ ես հանդարտվեմ եւ կարողանամ ճիշտ քայլել առաջ։ Ալա, ըստ էության յուրաքանչյուր մարդ իր երեխաների հետ նաև սովորում է ինչպիսի ծնող պիտի լինի։ Ու երբեմն այս առումով առաջին երեխաները մի քիչ տուժված են լինում, որովհետև իրենց հետ սովորում ես, վստահ եմ երրորդ երեխայիդ համար ուրիշ մայրիկ ես, առաջնեկիդ համար ուրիշ մայրիկ ես, միջնեկիդ համար ուրիշ։ Ինչ ճանապարհ անցավ Ալան որպես մայրիկ։ Շատ ճիշտ նկատառում ես անում, Ամալիա ջան, մենք այդպիսի խոսակցություններ իմ մեծ դստեր հետ ունենում ենք, իմ Ժաննայի, իմ ընկերուհու, սենց ասեմ։ Առաջինի ժամանակ շատ բաներ չմտածված անում ես, թե երեխա վատ բան հո չես անելու պարզ է, բայց օրինակ երրորդի ժամանակ, շաղիկի ժամանակ համ արդեն հասուն տարիքում իրեն ունեցա, համ որոշակի մտածողությունն է փոխվում, չէ՞ շրջապատում, եթե այն ժամանակ կարող է ավելի խիստ լինեի, որ խելոք, օրինակ եմ ասում, խելոք նստիր, հագուստդ չկեղտոտես կամ բան, այնպես չի, որ շաղիկը այդ նույն դաստիարակությունը չի ստացել, բայց միշտ առաջինի դեպքում ավելի խիստ ես լինում։ Հետո որ մեծանում ես, հետո ծնվում է հաջորդը, մանավանդ եթե նույն սեռի է, դու փորձում ես ավելի հասկանալով, որ մեծին մի քիչ ավելի խստությունը շատ է եղել եւ երեխային դա կարող է նեղացրել է եւ քեզ էլ երբ մենակ ես մնում, զգում ես, որ ափսոսում ես, որ այդ բանը ասացիր կամ մի քիչ ձայնդ բարձրացրիր, արդեն մյուսի ժամանակ մյուսին ավելի հեշտ է լինում, որովհետեւ ասում ես օրինակը ունենում ես, ասում ես լավ, չանեմ այդպես, ինչու այդպես անեմ, այն ժամանակ չէի հասկանում կամ այլ կերպ էի մտածում, հիմա չանեմ, թող նա էլ չունենա էլի այդ պահերը, բայց հիմա այսպես խոսեմ, կսկսեն նորից հեսա գրել։ Ասեմ, որ իմ ընտանիքում միշտ է եղել համերաշխ, հանդարտ, սիրո ու բարության մթնոլորտ, իսկ այդ կենցաղային փոքրիկ բաները առանց դրա հնարավոր չէ, բոլորս էլ մարդ ենք, ունենում ենք էմոցիաներ եւ կարծում եմ իմ եւ ամուսնուս ճիշտ միասին հարաբերությունները, որը տեսել են մեր երեխաները, իրենք էլ ճիշտ դաստիարակվելով, այսօր ես հպարտանում եմ իմ Ժաննայով, իմ Հայկով եւ իմ Շաղիկով, որովհետեւ իրենք իմ կարծիքով եւ շատ շատերի իմ միջավայրում, իմ ընկերների եւ ոչ միայն միշտ գովասանքի խոսքեր են իրենց հասցեին ասում, որի համար ես միայն եւ միայն երջանիկ եմ։ Ալա, իրականում մենք ինչ ուզում է անենք, նույնիսկ եթե գրքային ճշմարտություններով, այսպես մեկին մեկ առաջնորդվենք, միևնույն է, հա, յուրաքանչյուր երեխա մեծանում է իր տրավմաներով, դու մեծացել ես քո տրավմաներով, քո բալիկներից յուրաքանչյուրը մեծանալու է իր տրավմաներով եւ իրենց երեխաներն էլ ցավոք ծնվելու եւ մեծանալու են իրենց տրավմաներով, դա բնականon ընթացք է, որովհետեւ Ամելիա ջան, պատկերացնում եք ամեն ինչ ճիշտ ու լավ լիներ։ Պայքարելու եւ ձգտման որևէ բան չէր մնում։ Բացի պայքարելն ու ձգտումը, նաեւ մեր հոգեբանությունն է, հա, այդպեսին։ Մենք պիտի գտնենք ինչ-որ կետեր, որոնք մեզ կցավեցնեն, որովհետեւ մարդ արարածը հատված է դրան։ Եթե չլինի էլ կստեղծենք դա։ Այո։ Բայց ամեն դեպքում կան ինչ-որ բաներ, որոնք դու հասկանում ես, որ օրինակ քո երեխան ունի հիմա այս տրավման կամ այսինչ բանը իր համար ցավալի է, որովհետև մայրիկը ժամանակին այսպես է արել։ Ես ճիշտն ասած երես առած երեխաների չեմ սիրում։ Ես երեխաների շատ եմ սիրում եւ դասավանդել եմ տարբեր հաստատություններում, ունեցել եմ մեծ երգչախումբ, փոքրիկների, ես շատ եմ իրանց սիրում, բայց ես երես առած երեխա չեմ սիրում։ Եվ դրա համար էլ փորձել եմ այնպես անել, որ ճիշտ լինի ամեն բան, որ կողքից օրինակ
չասեին ինչ երես առած է Ալա Լևոնյանի երեխան, օրինակ։ Գուցե էգոիզմ է, որ իմ մասին մտածելով, որ իմ մասին չխոսեն Ալա Լևոնյանի երեխան չէ, ասելով, բայց չէ որ իրանք էլ այսօր իրենց մտածողությամբ, իրենց դաստիարակությամբ, իրենց սովորելու հատկություններով ճիշտ ճանապարհի վրա են եւ եթե ինչ որտեղ նեղացած են, իրանց պիտի հարցնենք, չգիտեմ։ Բայց կան այդպիսի հարցեր, որ օրինակ դու հիմա հասկանում ես, որ այստեղ գուցե երեխայի Ամալիա ջան, ես իմ խղճի առջև հանգիստ եմ, որովհետեւ որպես մայր անգամ այդ խստության մեջ ես իմ երեխաներին տվել եմ միայն սեր, ջերմություն, ուղղակի ես շատ կարգ ու կանոնով եմ։ Գուցե այդ առումով մի քիչ իմ խստությունը, որպեսզի նրանք էլ այդպեսին դառնան, միգուցե շատ է եղել, բայց դրան զուգահեռ իմ երեխաները կարծում եմ չունեն այնպիսի ասելիք, որը իրենց ցավացրել է։ Ես իրանց նվիրվել եմ ամբողջովին, իմ ժամանակը, սերը, ես իրենց հարգում եմ, հարգել եմ փոքր տարիքից, իրանք դա զգացել են։ Դրա համար կարծում եմ նաև դա է, որ իմ ընտանիքում օրինաչափ կարգապահ եւ նորմալ ընտանեկան վիճակ է։ Ժաննայի մասին խոսելիս ասացիր իմ ընկերուհին է։ Այո։ Հեշտությամբ ու դարձած ընկերուհին է։ Իմ ընկերուհին։ Նա էլ ուրիշ ձևի։ Կա մի տարիք, երբ սկսում են ոչ համաձայնություններ, այսպես ասեմ, որպեսզի կոնֆլիկտ բառը չասեմ, անցումային տարիքում։ Նախ ինքը ինձ շատ է նման դրա համարել է դժվար, ասեմ ինչու։ Կզարմանալի է, չէ, եթե ինձ նման է, պիտի հեշտ լինի։ Իր ձգտումներով, իր ճշտախոսությամբ, շատ հարցերում, կոնկրետությամբ երևի, օրինակ Շաղիկը ավելի այսպես Շաղիկը փափուկ է ավելի, նրա հետ ավելի հեշտ է։ Իսկ Ժաննան ինձ է նման եւ այն թերությունները, որ իր տարիքում ես իմ մեջ ունեցել եմ ու մտածել եմ, որ ինչու է այդպես անում, ինչու է այդպիսին, դա ինձ դուր չի եկել իմ բնավորության որոշակի գծեր, ես փորձում էի իրեն թելադրել, որ այդպես մի արա, մինչև որ ինքս իմ մեջ հասկացա, որ ինքը տարբեր մարդ է, ինքը տարբեր անհատականություն ունի, բայց եւ կարծում եմ ինքն էլ ուրախ կլինի այն փաստի համար, որ որոշակի բնավորության գծերով ինձ է նման ձգտումը, հասնելու, արարելու, ունենալու, առարկայական բաների մասին չեմ խոսում։ Մի խոսքով ինքը ինձ շատ նման է եւ այդ մի 2-3 տարին մի քիչ կար այդպիսի կոնֆլիկտային պահեր էին։ Օրինակ հասարակ բան ասեմ։ Ասում էի Ժանուր, մազերդ հավաքի, բաց թողած մի գնա, օրինակ, դասի ասում էր։ Ինչի՞ մամ, ասում էի ես չեմ սիրում։ Սիրում էի կոկիկ հավաքած, չէ՞, պարտադրող էի, կոկիկ։ ասում էր, դե եղել է պահեր։ Ասում էր դու չես սիրում քո հավաքի։ Հետո տենց լինում էր փոքր մանր բան, շոր հագի կմրսես, ինքն էլ մրսկան չէր, ես էլ մրսկան էի, ասում էի չէ կմրսես։ Դուրս գալուց շոր հագի, մինչև իմ ասում եմ մամա, ես չեմ մրսում, բայց ընդհանուր առմամբ ուրախ եմ, ինքը շատ կարգին աղջիկ է, ինքը ոնց որ ինձ է նման, բայց ավելի ինֆորմացված ու զարգացած, ավելի աշխարհայացը մեծ է իրա։ Դու ինչպես սովորեցիր չպարտադրել, որովհետև դա բնավորություն է իրականում։ Ես որ ասեմ ինձ վրա հատուկ աշխատել եմ մեկա մարդու բնավորությունը, ոնց կա այդպիսին։ Բայց երեխաներն էլ քեզ են դաստիարակում, չէ՞, դա միակողմանի պրոցես չէ։ Նորից եմ ասում, գիտես, կարող է զարմանալի լինի այս զուգահեռը, որ անցկացնեմ։ Այս վերջին մի քանի տարում ինչ որ եղավ, ես ինքս իմ վրա փորձեցի ազդել, որ հանգիստ թողնեմ, որովհետև կյանքը շատ է բարդացել եւ այն բնականon առաջվա տարիները չեն էլի ուրախ զվարթ, որ մի հատ էլ մի բան նկատեմ, ասեմ, չէ, սենց արա, սենց մի արա, ասենք թե։ Նու մեծ գլոբալ բաներ կան, որ իրենք գիտեն ինչը կարելի է, ինչը ոչ, դրա չի էլ քննարկվում, բայց հիմա ես փորձում եմ շատ չֆիքսվել որոշակի մանր բաների վրա, որովհետև հասկանում եմ նաև ամուսնուս հետ հարաբերություններում, եթե օրինակ տարիներ առաջ մի փոքրիկ բանը ցույց կտայի, կասեի, ինչի սենց ասեցիր, ինչի չգնացինք, ինչու սենց, հիմա ես դա էլ չեմ անում, որովհետև հասկանում եմ, որ կյանքը այնքան բարդ է եւ դժվար պահեր են լինում, մի հատ էլ այդպիսի փոքրիկ անիմաստ բաների վրա չարժի էլի կենտրոնանալ ու նեղացնել հարազատ մարդկանց։ Ես երբեմն նայում եմ քո սերնդի երգիչներին ու ինչ որ առումով ինձ թվում է մոտիվացիայի պակաս կա, որովհետև ես չեմ հասկանում, թե դուք հիմա
ինչու եք քիչ երգեր թողարկում։ Քո պարագայում չես էլ կարող ասել ֆինանսն է պատճառը, որովհետև դու ես գրում։ Այդ արդարացումը քո դեպքում չկա։ Ես երգ չեմ գնել, ճիշտ ես ասում։ Ես նվիրել եմ որոշակի երգեր եւ նաեւ պատվերով, բայց բացի այն, որ մի քիչ շատ ասեցի, որ տրամադրություն է պետք դրա համար, ցանկություն է պետք։ Բացի դա պետք է գործիքավորվեն այդ երգերը, Ամալիա ջան։ Ես հասկանում եմ, որ ձայնագրվեն, պետք է տեսահոլովակներ ունենաս։ Իսկ հիմա բարդ է։ Ներողություն, ես պիտի քեզ ընդհատեմ եւ հիշեցնեմ, որ այն աղջիկը, որը ճուներ ոչ մի հնարավորություն, թողարկում էր երգեր, գործիքավորման ճանապարհը գտնում էր, այն ժամանակ էլ դա նվեր չէր արվում։ Կարող էր ինչ-որ մի պահ մի օգնություն լինել, բայց նվեր չէր։ Ու ես ամեն դեպքում պիտի ասեմ, որ իմ կարծիքով հիմքային ցանկություն, երբ որ կա, ճանապարհը ստեղծվում է։ Ինչն է պատճառը, որ ես այսօր չեմ լսում Ալա Լևոնյանի նոր երգը։ Ես որպես մարդ, որը ընտելացել է, որ պիտի լսի Ալա Լևոնյանի սիրուն երգերը, բացատրի։ Հա, ցավը։ Հեսա հենց ավարտենք մեր հաղորդումը։ Ես քեզ 3 նոր երգ ցույց կտամ։ Ուր են այդ երգերը։ Շատ լավ, ես հնարավորություն ունեմ քեզ հետ շփվելու, դու ինձ այդ երգերը ցույց կտաս։ Ուր են այդ երգերը։ Մեծ ճշմարտություն կա ասածիդ մեջ։ Երևի ժամանակա պետք որ ես այս վիճակից դուրս կամ իրականում աշխատում եմ, երգում եմ։ Իրականում այս տարի ես 2 անգամ Պետերբուրգում, մի անգամ համերգով, մի անգամ էլ իմ Կարնիկը Մսրյան, որի հետ աշխատեցի մի որոշ ժամանակ, Գրանպրի բերեցինք, մրցույթի տարա։ Մոսկվայում մրցանակ ստացա եւ համերգի մասնակցեցի։ Հետո Կիրգիզիա գնացինք Կարնիկի հետ Մսրյան, նորից տղան հրաշալի տաղանդավոր տղա, նորից մենք առաջին մրցանակ բերեցինք։ Աստված առաջ շուտով մրցանակ կստանամ նաև, կարծում եմ, մրցանակաբաշխության պետք է մասնակցեմ նաև ԱՄՆ-ում։ Այդպես չի, որ ոչինչ չի արվում, ուղղակի այն էնտուզիազմը, ներքին զգացողությունը, այն լուսավոր ուրեմն հոգեվիճակը չկա, որովհետև լսարանն էլ մի տեսակ մեր դաշտից, մեր սերնդի տեղափոխվել է ուրիշ դաշտ, պահանջարկ է փոխվել, ինձ թվում է, չնայած ես ունեմ իմ լսարանը, բայց ես այստեղ պետք է քարկեցեմ նաև ձեր բոստանը։ Իհարկե, շատ հեշտ է ասել, որ նոր սերնդի ներկայացուցիչներին բնականաբար հետաքրքրում են նոր սերնդի երգիչները, դա բնական է, բայց երբ դու քո ամբողջ պոտենցիալը սահմանափակես քո տանը, բնականաբար մարդկանց պահանջարկը փոխվելու է դեպի այն մարդիկ, ովքեր այսօր աշխատանք են ներկայացնում։ Մենք չենք տեսնում, չէ՞, Ալա Լևոնյանի, որը անընդհատ աշխատում է, բայց պահանջարկը փոխվել է։ Մենք տեսնում ենք Ալա Լևոնյանի, որի 5 երգերը ունենք, դա շատ մեծ բազա է, բայց պահանջարկը փոխվել է, որովհետև նաև Ալա Լևոնյանը այսօր չկա։ Մեր մյուս շատ շնորհալի երգիչներ այսօր։ Ես այնքան ճկուն չեմ կարողանում այսօրվա հետ ինտեգրվել եւ ինձնից դուրս գալ գրել պահանջարկը ցանկացող մարդկանց, որպեսզի ինձ ավելի շատ կանչեն խնջույքների կամ ես ավելի շատ գումար աշխատեմ։ Չեմ կարողանում ես ինձ ճիշտ գտնել, ես այդ ճկունությունը չունեմ։ Բայց այն ժամանակ էլ դու չէիր գրում այնինչ գրում են բոլորը, բայց դու ունեիր քո տեղը, որովհետև դու ներկայացնում էիր աշխատանքներ։ Ես պահանջելու եմ նոր աշխատանքներ։ Կռիվ եմ անելու։ Վայ, ոնց եմ քեզ սիրում։ Իրականում գիտես, չէ, ինձ վրա խոսքը շատ ազդում է եւ ես հենց հիմա քեզ խոսք եմ տալիս, որ դու այս տարի չեմ հասցնի, բայց մյուս տարի դու կլսես գոնե առնվազն 2 նոր երգ։ Իմ կատարմամբ, միգուցե տեսահոլովակի տեսքով ես դա քեզ խոստանում եմ, միգուցե էլի հանդիպենք։ Շատ ուրախ կլինեմ, սիրով։ Ապրես, որ ոգևորում ես։ Ես երբեմն նկատում եմ, որ ձեր սերնդի երգիչների մեջ ձևավորվել է միտում, որ ուրիշ մարդիկ են եկել առաջին պլան, բայց ուզում եմ ձեզ հուշել, որ նաև դուք եք գնացել երկրորդ, ձեզ չեն ուղարկել երկրորդ պլան, դուք եք գնացել երկրորդ պլան։ Ես եմ ուրախանում, այնպես տաղանդավոր, այնքան հաճելի։ Նախանձի մասին չէ։ Հա, էլի որ թյուր կարծիք չլինի, մեզնից առաջ էլ կային շատ լավեր, այդպես սերնդափոխություն լինում է։ Ես դեռ շատ շոյվում եմ, երբ հիշում են այն ինչ որ ես արել եմ, իմ երկրպագուները, եւ պահանջում են, այնպես չի որ ամենևին չկամ, բայց
Նաև հասկանում եմ, որ իսկապես գալիս է ամեն մեկի աստեղային ժամը, հետո քիչ-քիչ մարում է, այդպես պիտի լինի։ Ուղղակի ես դեռ զգում եմ, ես այդ պոտենցիալը ունեմ իմ մեջ։ Ամալիա ջան, շնորհակալ եմ քեզ այդ իմպուլսի համար, որ դու ինձ տվեցիր։ Ես շատ ուրախ եմ, եթե թեկուզ փոքրիկ ինչ որ մի կաթիլ կարողանամ ազդել, շատ ուրախ եմ։ Հավատա, այդպես էլ կա։ Այս մասն էլ եմ ուզում խոսենք, թե ինչ է նշանակում այսպես շատ մեծ պահանջարկ ունեցող երգչուհու համար, ինչ որ պահի հասկանալ, որ դու քիչ-քիչ քո կամքով կամ գուցե հրավերները սկսում են քչանալ, ինչ որ առումով դու գնում ես մի քիչ հետ երկրորդ պլան։ Ինչ է այդ նշանակում առաջին պլանի երգչուհու համար, երբ հասկանում ես, որ ինչ որ պահի դիրքերը սկսում ես տալ ուրիշներին։ Երբ որ դու այնքան խելացի ես եւ այնքան ինքնավստահ ես լավ առումով, որ հասկանում ես, որ դու քոնը արել ես եւ լավ ես արել համենայն դեպս, չվնասելով ոչ հայկական մտածողությանը, ոչ հայեցիությանը, եւ այնքան խելացի ես գտնվում, որ հասկանում ես, որ չէ որ քեզնից առաջ էլ կային այդպիսիք եւ դու սերնդափոխություն է տեղի ունենում ու ինչքան էլ ասում ես, որ քչացրել եմ, բայց եթե 2 տարեկան երեխան ինձ ճանաչում է փողոցում, անունս տալիս է, երբ որ 5 տարեկան երեխան իմ բարև երգը երգում է, ասենք, այդպես չի, էլի, այդպես շատ մի քիչ կտրուկ ենք ասում, այդքան էլ այդպես չի։ Ես կտրուկ եմ ասում, որպեսզի նաև նոր գործեր լինեն, թե չէ ես ոչ մի կերպ չեմ կարող եւ ինձ թույլ էլ չեմ տա փոքրացնել այն մեծ աշխատանքը, որ դու արել ես, ես զուտ ուզում եմ, որպեսզի այսօր էլ աշխատանքներ լինեն։ Շնորհակալ եմ քեզ։ Քեզ էլ։ Ալա, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Ես մեծ հույս ունեմ, որ երգչուհուց այն կողմ այս հաղորդում ուղղակի մի կաթիլ կլինի, որպեսզի տեսնեն նաև Ալա Մարթուն։ Ես եմ շնորհակալ իրականում, շատ սենց ծորում էր, ոնց որ ասում են մեր զրույցը, մի քիչ այդ առաջվա անհոգ վիճակը երբ չի լինում, դու ինքդ պարփակվում ես մեջդ որոշակի կյանքի բաների բերումով, էլի։ Եվ փորձում ես էլ այդքան չանկեղծանալ, ինքդ քո մեջ ես պարփակվում, դու այսօր կարողացար նորից առաջվա այն Ալային բացանել այսպես ներաշխարը եւ ես էլ մեծ սիրով զրուցեցի քեզ հետ, որովհետեւ հաղորդումները դիտելով եւ ներսում հոգս խորքում միշտ ասում եմ ես էլ եմ գնալու, կգա այդ օրը կգա, չէր ստացվում այդպես, բայց ուրախ եմ, որ ժամանակը կարեւոր չի։ Մենք հանդիպեցինք, ունեցանք մտերմիկ, հարազատաբար գեղեցիկ զրույց, իսկ մեր լսարանին էլ, ինչ ասեմ, կուզեմ, որ մի քիչ մարդուն ճիշտ ընկալեն, ճիշտ վերաբերվեն։ Ես անչափ շնորհակալ եմ այն մեծ բանակին, որ ես ունեմ իմ լսարանի։ Շնորհակալ եմ, որ դուք ինձ պահում եք այն բարձրության վրա, որը դուք պատկերացնում եք։ Իսկ նրանք, ովքեր որ ինչ որ խնդիր ունեն իրենց հոգում, կամ բավարարված չեն իրենց կյանքով, կամ որոշակի խնդիրներ ունեն, ավելի լավ է այդ չարության փոխարեն փորձել վերագտնել իրենց, սա անկեղծ խորհուրդ է, որովհետև ես էլ երբ չարացա այս վերջում, ինչ որ պատճառներով հասկացա, որ ես դրանով օգուտ չեմ տալիս, ոչ ինձ, ոչ որևէ մեկին, ընդհակառակը վնասում եմ ինքս ինձ այդ չարությամբ։ Փորձեք հաղթահարել դա ձեր մեջ, որոշակիորեն գույներ ու լույսեր բերել մեր կյանք, այդպես ավելի հեշտ կլինի ապրելը, հավատացեք։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Ես էլ եմ շնորհակալ, բայց հիմա չեմ կարող չհարցնել, ինչպես հաղթահարեցիր այդ չարությունը։ Կներեք, ավարտել ենք, բայց ստիպեց։ Ես ավարտել էի, ստիպեց։ Գիտակցաբար, մի քիչ որ մտածում ես, ինքդ քեզ հետ մենակ ես մնում, խորհում ես եւ հասկանում ես, որ դու ունես երեխաներ, որոնց կողքին պետք է առողջ մայր, ժպտերես մայր։ Ես չեմ ասում ամեն ինչ մի կողմի դնել, ասել դե լավ, հենա թող ինձ լավ լինի, էլի ինչ եղավ, դա իմ ամենավատ բանն է, բայց դրա հետ զուգահեռ այդ ամեն ինչի իմ մեջ եմ կրում, փորձում եմ դիմացինին չնեղացնել եւ ես հասկացա, որ եթե այդ չարությունը մեր բոլորի միջից դուրս գա, միգուցե եւ ամեն ինչ լավ լինի։ Իսկ ես հույս ունեմ, որ հայ ժողովուրդը ասում է հայերն ապրել են, ապրում են, կապրեն եւ ասում է հավերժության երկիր Հայաստան։
Դուք էլ հաղթահարեք այդ ամեն ինչը ձեր մեջ ու հիշեք, որ էկրաններից այս կողմ մարդիկ են, իրական էմոցիաներով, իրական մարդիկ են։ Դուք հնարավոր է որևէ բան գրեք եւ անցնեք ձեր գործին, բայց մարդու կյանքի վրա, օրվա վրա դա վատ ազդեցություն ունենա, այս դա նաև բումերանգ է։ Եթե դուք փչացնում եք որևէ մարդու օր, այդ վերադառնում է։ Դրա համար հաղթահարեք ձեր մեջ որևէ վատ բան անելու ցանկությունը, այդ փոխարինեք լավ բան անելով ու կտեսնեք, թե հենց ձեր կյանքը ինչքան ավելի լուսավոր է դառնում։ Հետևեք Life-room-ին ու եթե ուզում եք բաժանորդագրվեք YouTube-ի ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։ Շատ լիքը խորը հաղորդում էր